Երբ ոստիկանությունը մտավ Կարոյի տուն 1993 թվականի հոկտեմբերի 22-ին, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցված էր պաշտոնական տարբերակից։ Դասալիքի վրա, փոշոտ ժապավենների մեջ կար մի կասետ, «Չլսել» նշումով։ Այդ ձայնագրությունը, որը հետագայում անհետացավ քրեական գործից, պարունակում էր ոչ թե երգեր, այլ խոստովանություն։ Կարոյի ձայնը, որը միլիոնները ճանաչում էին բեմից, այստեղ հնչում էր այլ կերպ, կոտրված, դողդոջուն, լացկոտ։ Նա անվանում էր անուններ, խոսում էր մարդկանց մասին, ովքեր իրեն վերածել էին գերու սեփական տաղանդի մեջ։ Նա պատմում էր գիշերների մասին, երբ ստիպված էր եղել նվագել մինչև լուսաբաց, ոչ թե երաժշտության սիրուց, այլ վախից։ Բայց ամենասարսափելին այն էր, որ կասետի վերջում նա շշնջում էր. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, դուք կիմանաք, թե ով է մեղավոր»։ Ով էր այդ մարդը, որի անունը Կարոն արտասանեց վերջին անգամ։ Ինչու է այդ ապացույցը անհետացել քրեական գործից։ Եվ ամենակարևորը, ինչու էր Կարո Հայրապետյանը, Հայաստանի ամենասիրված դաշնակահարը, վախենում սեփական ստվերից։ Այս պատմությունը սկսվում է ոչ թե բեմի փայլից, այլ մութ սենյակից, որտեղ մեծ արվեստագետը դարձել էր գերի։ Բայց որպեսզի հասկանանք, թե ինչպես հասավ նա այդ կետին, պետք է վերադառնանք 1970-րդ թվականներին, երբ փոքրիկ Կարոն առաջին անգամ նստեց դաշնամուրի առջև եւ հասկացավ, որ նրա մատները կարող են ստեղծել հրաշք։ Նրա ընտանիքը չէր ապրում հարստությամբ։ Հայրը աշխատում էր գործարանում, մայրը կարում էր հագուստներ հարևաններին։ Բայց երբ 7 տարեկան Կարոն նվագեց Շոպենի Նոկտյուրնը առանց նոտաների, ուսուցիչը լաց եղավ եւ ասաց. «Այս երեխան ծնվել է մեկ անգամ 100 տարում»։ Նրան տարան Երևանի կոնսերվատորիա, որտեղ պրոֆեսորները կռվում էին իրար հետ ուզենալով դառնալ նրա ուսուցիչը։ Կարոն սովորում էր այնպես, կարծես վախենում էր, որ ժամանակը կվերջանա։ Նա նվագում էր օրական 12 ժամ, մինչև մատները արյունոտվում էին, մինչև հայրը ստիպված էր լինում քաշել նրան դաշնամուրից։ 1982 թվականին, երբ Կարոն դարձավ 20 տարեկան, նա արդեն ամբողջ խորհրդային միությունում հայտնի էր որպես Կովկասի ոսկե մատները։ Նրա համերգները լցվում էին վայրկյանների ընթացքում, տոմսերը վաճառվում էին սև շուկայում եռապատիկ գնով։ Բայց այն, ինչ տեսնում էին հանդիսատեսները բեմի վրա, փայլուն երիտասարդը սպիտակ շապիկով, ժպտացող եւ վստահ, չէր համապատասխանում իրականությանը։ Կարոն արդեն այն ժամանակ ապրում էր կրկնակի կյանքով։ Օրվա ընթացքում նա էր ազգային հերոսը, երեկոները գերին մարդկանց, ովքեր իրենց համարում էին նրա տերերը։ Այս մարդիկ չէին կրում ծանրագույն կոստյումներ եւ չէին նստում պաշտոնական սրահներում։ Նրանք գալիս էին գիշերները, երբ քաղաքը քնած էր, եւ Կարոն գիտեր, որ չի կարող մերժել։ Առաջին անգամ դա պատահեց 1983 թվականի ձմռանը։ Կարոն վերադարձել էր Մոսկվայից, որտեղ նվագել էր Կրեմլյան պալատում։ Նա հոգնած էր, երազում էր քնելու մասին, երբ դուռը բախեցին կեսգիշերին։ 3 տղամարդ, որոնց դեմքերը նա երբեք չէր տեսել, բայց ում համբավը լսել էր փսփսոցներում։ Նրանք չներկայացան, չբացատրեցին, պարզապես ասացին. «Հագնվիր, քեզ սպասում են»։ Կարոն տարվեց մի առանձնատուն նոր Քմարաշի թաղամասում, որտեղ ծխի ամպերի միջից երևում էին տղամարդիկ, ծանր ոսկե շղթաներով եւ դաջված մատներով։ Սեղանի գլխում նստած էր մարդ, ում անունը Կարոն իմացավ շատ ավելի ուշ, բայց այդ գիշեր բոլորը պարզապես կանչում էին նրան պապ։ Նա ժպտաց Կարոյին, բայց այդ ժպիտը սառեցնում էր արյուն։ «Լսել ենք, որ դու լավ ես նվագում, ցույց տուր»։ Կարոն նստեց դաշնամուրի առջև, որը կանգնած էր անկյունում, տարօրինակ անտեղի այդ ծխի եւ օղու մթնոլորտում։ Նրա ձեռքերը դողում էին ոչ թե հուզմունքից, այլ վախից, որը նա չէր զգացել երբևէ բեմի վրա։ Նա սկսեց նվագել Ռախմանինովի երկրորդ կոնցերտը, բայց մատները չէին հնազանդվում։ Սենյակում խոսակցությունները շարունակվում էին, ծիծաղը խեղդում էր մելոդիան, մեկը կոտրեց բաժակ հենց ամենաբարձր նոտայի պահին։ Կարոն կանգ առավ։ Պապը նայեց նրան, աչքերը նեղացած։ Ինչու կանգ առար։ Կարոն փորձեց բացատրել, որ այսպես հնարավոր չէ, որ երաժշտությունը պահանջում է լռություն, հարգանք։ Սենյակում լռություն հաստատվեց, այնպիսի ծանր, որ Կարոն զգաց, թե ինչպես է սեղմվում կրծքավանդակը։ Ապա պապը դանդաղ ելավ, մոտեցավ նրան եւ դրեց ձեռքը Կարոյի ուսին։ «Տղա, դու շփոթել ես։ Դու այստեղ ես ոչ թե համերգ տալու, այլ մեզ զվարճացնելու։ Եվ դու կնվագես այնքան, որքան մենք ասենք, հասկանում ես»։ Այդ գիշեր Կարոն նվագեց մինչև լուսաբաց։ Նրա մատները այրվում էին, աչքերը փակվում էին հոգնածությունից, բայց ամեն անգամ, երբ փորձում էր դադարեցնել, մեկը գոռում էր. «Շարունակիր»։ Նրանք պահանջում էին ոչ թե Բախը կամ Մոցարտը, այլ Սուլիկոն, Կաքավը, հայկական հին երգեր, որոնք Կարոն երբեք չէր նվագել կոնսերվատորիայում։ Երբ վերջապես թույլ տվեցին գնալ, արշալույսն արդեն ներկում էր երկինքը վարդագույն։
Պապը մոտեցավ, խփեց նրա ուսին եւ մեջքի գրպանից հանեց փաթեթ, լի դրամով։ Լավ տղա ես, մենք քեզ կսիրենք։ Հիմա գնա տուն, հանգստացիր, բայց հիշիր, երբ կանչենք, կգաս։ Կարոն վերցրեց փողը ոչ թե որովհետև ուզում էր, այլ որովհետև հասկացավ մերժելը նշանակում է վիրավորել, եւ վիրավորված մարդիկ այստեղ չէին ների։ Տանը վերադառնալով Կարոնն նետեց փողը դարակի խորքը եւ լվացվեց երկար, կարծես փորձում էր լվանալ ոչ թե կեղտը, այլ այն զգացումը, որ այժմ էր սեփականություն։ Նա չպատմեց ոչ ոքի, ոչ մորը, ոչ ընկերներին, ոչ իր դաշնամուրի ուսուցչին։ Նա կարծում էր, որ դա եղել է մեկ անգամ, պատահական էպիզոդ, որը կմոռացվի։ Բայց 2 շաբաթ անց նրանք կրկին եկան, եւ հետո կրկին, եւ կրկին։ Կարոն դարձավ անտեսանելի գերի, մարդ, ով ցերեկը ստանում էր պետական մրցանակներ, իսկ գիշերները նվագում էր մարդկանց համար, ովքեր երբեք չէին գնում համերգասրահ, բայց համարում էին, որ նրանք ունեն իրավունք ցանկացած բանի վրա, ներառյալ մարդկանց հոգիները։ Բայց ամենավատն այն էր, որ Կարոն սկսեց նկատել, նրանք չէին պարզապես ուզում լսել երաժշտություն։ Նրանք ուզում էին ունենալ նրան որպես սիմվոլ, որպես ապացույց, որ նույնիսկ ամենամեծ արվեստագետները ծնկի են գալիս իրենց առջև։ Ո՞վ էին այդ մարդիկ իրականում։ Ինչպես էին նրանք վերահսկում ամբողջ քաղաքը առանց որևէ պաշտոնական իշխանության։ Եվ ամենակարևորը, ինչու էր Կարոն, ով կարող էր բողոքել ոստիկանությանը, կարող էր օգնություն խնդրել իշխանություններից, ընտրել լռել եւ շարունակել գնալ այդ գիշերային համերգները։ Պատասխանը պարզ էր, բայց սարսափելի։ Նա գիտեր, որ այդ մարդկանց դեմ ոչ ոք չէր կարող կանգնել։ Նույնիսկ ոստիկանությունը, նույնիսկ պետությունը։ Որովհետև 1980-ականների Հայաստանում իրական իշխանությունը չէր պատկանում նրանց, ովքեր նստում էին պաշտոնական գրասենյակներում։ Այն պատկանում էր ստվերներին, որոնք շարժվում էին գիշերների մեջ եւ որոնց օրենքը գրված էր ոչ թե թղթի վրա, այլ արյան մեջ։ 1986 թվականին Կարո Հայրապետյանը դարձավ Հայաստանի ժողովրդական արտիստ։ Նրան պարգևատրեցին Երևանի օպերայի բեմում, ներկա էին հանրապետության ղեկավարները, հեռուստատեսությունը ուղիղ եթեր էր անցկացնում։ Կարոն բարձրացավ բեմ, սև կոստյումով, ժպտաց, ընդունեց շքանշանը եւ ասաց շնորհակալական խոսք, որտեղ հիշատակեց մորը, ուսուցիչներին, հայրենիքը։ Հանդիսատեսները ոտքի ելան, ծափահարեցին 5 րոպե անընդմեջ։ Բայց եթե ուշադիր նայեիք նրա աչքերին, կտեսնեիք մի բան, որը տեսախցիկները չնկարեցին՝ դատարկություն, հոգնածություն, մարդու հայացք, ով արդեն գիտի, որ իր կյանքը չի պատկանում իրեն։ Այդ երեկո, երբ պաշտոնական ընդունելությունը ավարտվեց, Կարոն գնաց տուն, հագեց պարզ հագուստ եւ սպասեց։ Նա գիտեր, որ նրանք կգան, որովհետեւ ամեն անգամ, երբ նա ստանում էր հանրային ճանաչում, պապը եւ նրա մարդիկ համարում էին, որ դա նաեւ իրենց հաղթանակն է, եւ նրանք պահանջում էին տոնել։ Կեսգիշերին մեքենան կանգ առավ տան դիմաց։ Կարոն նստեց առանց հարցերի։ Այս անգամ նրան տարան ոչ թե առանձնատուն, այլ ռեստորան, որը պաշտոնապես փակ էր, բայց ներսում լույսերը վառ էին եւ երաժշտությունը հնչում էր, ությունը հնչում էր այնքան բարձր, որ թվում էր պատերը կդողան։ Սեղանները լի էին ուտելիքով, օղիով, իսկ մարդիկ, բոլորը տղամարդիկ, ոչ մի կին, խոսում էին բարձր, ծիծաղում, գրկախառնվում։ Պապը նստած էր կենտրոնական սեղանի գլխում, եւ երբ Կարոն մտավ, նա բարձրացրեց բաժակը։ Ահա մեր աստղը, մեր ժողովրդական արտիստը։ Եկ Կարո, նստիր, խմենք քո պատվին։ Կարոն նստեց, խմեց, ժպտաց, բայց ներսում զգում էր, թե ինչպես է ամեն բաժակ սպանում մի մասը իր հոգուց։ Նրանք խոսում էին նրա մասին այնպես, կարծես նա իրենց ստեղծածն է, իրենց սեփականությունը։ Մենք քեզ մեծացրինք, ասաց մեկը։ Մենք քեզ պաշտպանեցինք, ավելացրեց մյուսը։ Կարոն լռում էր, որովհետև գիտեր, հակասելը նշանակում է վիրավորել, իսկ վիրավորելը վտանգ։ Գիշերը շարունակվեց, եւ Կարոն նվագեց։ Նա նվագեց երգեր, որոնք նրանք պահանջեցին, նվագեց մինչև մատները թմրեցին, մինչև աչքերը մտնեցին հոգնածությունից։ Բայց այս անգամ պատահեց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Մեկը, երիտասարդ տղա, հարբած եւ ագրեսիվ, մոտեցավ դաշնամուրին եւ ասաց. «Նվագիժ լորվա աղջիկը»։ Կարոն բացատրեց, որ այդ երգը չի նվագվում դաշնամուրով, որ դա ժողովրդական երգ է, պետք է ձայն։ Տղան բարկացավ. «Ես ասում եմ նվագիր, դու կնվագես»։ Կարոն նայեց պապին, հույս ունենալով միջամտության, բայց պապը պարզապես ուսերը թոթվեց։ Տղան ուզում է լսել երգ, նվագիր։ Կարոն փորձեց, բայց դա հնչեց սխալ, անհամ, ծիծաղելի։ Տղան ծիծաղեց։
Ինչ է սա, ժողովրդական արտիստ, բայց չգիտես ինչպես նվագել մեր երգերը, ամոթ է։ Սենյակում մի քանիսը միացան ծիծաղին։ Կարոն զգաց, թե ինչպես է բոլբոքվում ներսում բարկությունը, այն բարկությունը, որը նա ճնշել էր ամիսներ շարունակ։ Նա կանգնեց դաշնամուրից, դիմեց տղային եւ ասաց բարձր, որպիսի բոլորը լսեն. Ես եմ ժողովրդական արտիստը, ոչ թե դու։ Ես նվագել եմ աշխարհի լավագույն բեմերում, իսկ դու նույնիսկ չգիտես, թե ինչ է նոտան։ Եթե ուզում ես երգ լսել, գնա փողոց, որտեղ քո տեղն է։ Սենյակում լռություն հաստատվեց, այնպիսի ծանր, որ կարելի էր լսել սրտերի բաբախյունը։ Տղան սառեց, նրա դեմքը կարմրեց, ձեռքը գնաց գոտու տակ, որտեղ Կարոն գիտեր, պահվում էր դանակ։ Բայց նախքան նա հասցներ արձագանքել, պապը բարձրացավ, մոտեցավ եւ խփեց տղային ականջին, այնքան ուժգին, որ նա գլորվեց հատակին։ Դուրս, հրամայեց պապը։ Տղան ելավ արյունոտ շրթունքով եւ ատելությամբ լի աչքերով, ապա պապը դարձավ Կարոյի կողմը, նայեց նրան երկար, եւ Կարոն զգաց, թե ինչպես է սառչում արյունը երակներում։ Կարո, դու խելացի տղա ես, բայց երբեմն շատ խելացի լինելը վտանգավոր է։ Այստեղ բոլորը քեզ հարգում են, բայց հարգանքը կարող է կորչել մի վայրկյանում, հասկանում ես։ Կարոն գլխով հավանություն տվեց, նստեց եւ շարունակեց նվագել։ Բայց այդ գիշերից հետո ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Նա հասկացավ, որ նույնիսկ եթե պաշտպանում են, դա չի նշանակում ազատություն։ Դա նշանակում է, որ դու արժեքավոր ես միայն այնքան ժամանակ, որքան օգտակար ես։ Եվ օրը, երբ դադարես օգտակար լինել, դու կդառնաս ոչինչ։ Տանը վերադառնալով Կարոն առաջին անգամ մտածեց փախչելու մասին։ Նա կարող էր գնալ Մոսկվա, կարող էր խնդրել միջազգային տուրներ, կարող էր անհետանալ։ Բայց նա նաև գիտեր, որ այդ մարդկանց ձեռքերը երկար են, եւ նրանք երբեք չեն ների դավաճանությունը։ Նա հիշեց պատմություններ այլ արվեստագետների մասին, ովքեր փորձել էին փախչել եւ վերջացել էին վատ։ Մեկը պատահաբար ընկավ բալկոնից, մյուսը ինքնասպան եղավ իր մեքենայում, երրորդը պարզապես անհետացավ եւ նրա մարմինը երբեք չգտան։ Կարոն հասկացավ, որ նա ծուղակի մեջ է եւ ելք չկա։ Նա կարող էր միայն շարունակել ապրել այս կրկնակի կյանքով, ցերեկը լինել ազգային հերոս, գիշերները գերի։ Բայց ամենավատն այն էր, որ նա սկսեց կորցնել ինքն իրեն։ Երբ նստում էր դաշնամուրի առջև համերգասրահում, նա այլևս չէր զգում երաժշտությունը նույն կերպ։ Մատները նվագում էին ճիշտ նոտաները, բայց հոգին բացակայում էր։ Նա դարձել էր մեքենա, ավտոմատ, մարդ, ով կատարում է շարժումներ առանց զգալու։ Եվ ամենասարսափելին այն էր, որ հանդիսատեսները սկսեցին նկատել։ Քննադատները գրում էին, որ Հայրապետյանը կորցրել է իր կրակը, որ նրա նվագը դարձել է տեխնիկապես կատարյալ, բայց հոգեպես դատարկ։ Կարոն կարդում էր այդ տողերը եւ ուզում էր գոռալ. «Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում ինձ հետ, դուք չգիտեք, թե ինչ գնով եմ ես վճարում ձեր համերգների համար»։ Բայց նա լռում էր։ Նա միշտ լռում էր։ Մինչև մի օր, երբ նա հանդիպեց մարդու, ով խոստացավ փրկել նրան։ Դա էր Արմենը, լրագրող, ով աշխատում էր անկախ թերթում եւ հետաքրքրվում էր կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության թեմաներով։ Նրանք հանդիպեցին պատահականորեն, մի ընկերական հավաքույթում, եւ Արմենը նկատեց, թե ինչպես է Կարոն լարված, ինչպես է նա նայում դեպի դուռը ամեն անգամ, երբ մեկը մտնում է։ Նրանք խոսեցին, եւ Կարոն առաջին անգամ զգաց, որ կարող է վստահել մեկին։ Նա պատմեց ամեն ինչ՝ գիշերային համերգները, սպառնալիքները, վախը։ Արմենը լսեց ուշադիր եւ ասաց. «Կարո, դու պետք է դուրս գաս այս ամենից։ Ես կարող եմ օգնել։ Ես կարող եմ գրել մահուդված, բացահայտել այս մարդկանց, եւ նրանք կձերբակալվեն»։ Կարոն ուզում էր հավատալ, բայց վախենում էր։ «Դու չես հասկանում», ասաց նա։ «Այս մարդիկ անհպելի են։ Նրանք ունեն կապեր ամենուր, ոստիկանությունում, դատարաններում, նույնիսկ կառավարությունում։ Եթե դու գրես այդ հոդվածը, նրանք կսպանեն ոչ միայն ինձ, այլև քեզ»։ Բայց Արմենը համառ էր։ Նա համոզեց Կարոյին, որ լռությունը ավելի վտանգավոր է, քան ճշմարտությունը, եւ Կարոն հուսահատության մեջ համաձայնվեց։ Նրանք սկսեցին հավաքել ապացույցներ, անուններ, ամսաթվեր, վայրեր։ Կարոն գաղտնի ձայնագրեց մի քանի համերգներ, որտեղ պապը եւ նրա մարդիկը բաց խոսում էին իրենց գործերի մասին, թմրանյութերի վաճառք, շորթում, սպանություններ։ Արմենը պատրաստում էր հոդված, որը պետք է հրապարակվեր 1991 թվականի մարտին։ Կարոն սկսեց զգալ հույս, առաջին անգամ երկար ժամանակից հետո։ Նա երազում էր օրվա մասին, երբ կարող է նստել դաշնամուրի առջև եւ նվագել միայն իր համար, առանց վախի, առանց ստվերների։ Բայց 2 շաբաթ առաջ հրապարակումից Արմենը անհետացավ։ Նրա մարմինը գտան 3 օր անց լքված շինարարության մեջ, երեսը անճանաչելի ծեծից։ Պաշտոնական տարբերակը ավազակային հարձակում, բայց Կարոն գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Արմենին սպանել են նրա պատճառով, եւ նա գիտեր, որ հաջորդը կարող է լինել ինքը։
Բայց ամենասարսափելին այն էր, որ երբ նա գնաց Արմենի փոխորներին, նա տեսավ նրանց, պապի մարդկանց, ովքեր կանգնած էին հեռվից եւ դիտում։ Նրանք չմոտեցան, չխոսեցին, պարզապես նայում էին։ Եվ այդ հայացքը ասում էր ամեն ինչ։ Մենք գիտենք, թե ինչ ես դու արել, եւ մենք քեզ չենք մոռանա։ Կարոն հասկացավ, որ նա ապրում է փոխառու ժամանակով։ Նա գիտեր, որ նրանք կգան նրա համար, բայց չգիտեր երբ։ Եվ այդ անորոշությունը ավելի վատ էր, քան ցանկացած սպառնալիք։ Նա սկսեց ապրել ամեն օրը, կարծես դա վերջինն է։ Նա նվագում էր ավելի կիրք, ավելի ցավ, կարծես փորձում էր թողնել իր հոգին երաժշտության մեջ, նախքան շատ ուշ կլինի։ Եվ մարդիկ նկատեցին։ Նրանք ասում էին, որ Հայրապետյանը վերադարձել է, որ նա կրկին կրակն է, բայց նրանք չգիտեին, որ այդ կրակը վառվում էր վերջին անգամ։ Ինչ էր պատահելու հաջորդը։ Արդյոք Կարոն կարող էր փախչել իր ճակատագրից, թե ստվերները, որոնք հետապնդում էին նրան, վերջապես կհասնեին։ Եվ ամենակարևորը, ով էր իրականում պապը, այդ մարդը, ով պահում էր ամբողջ քաղաքը վախի մեջ, եւ ինչպես էր նա կարողանում մնալ անհպելի այնքան երկար։ 1991 թվականի ամառը Հայաստանը փոխվում էր։ Խորհրդային միությունը քայքայվում էր, անկախության շարժումը ուժեղանում էր։ Փողոցներում մարդիկ խոսում էին ազատության մասին, բայց Կարո Հայրապետյանի համար այդ ազատությունը մնում էր հեռավոր երազ։ Նա դեռևս գերի էր, եւ նրա գերեվարողները դառնում էին ավելի վտանգավոր, որովհետեւ քաոսի մեջ նրանք զգում էին, որ կարող են անել ցանկացած բան առանց հետևանքների։ Ոստիկանությունը զբաղված էր քաղաքական անկայունությամբ, դատարանները չէին գործում, իսկ փողոցներում իշխանությունը պատկանում էր նրանց, ովքեր ուժեղ էին եւ անխախճ։ Պապը եւ նրա կլանը օգտվում էին իրավիճակից, ընդլայնելով իրենց ազդեցությունը, վերահսկելով ավելի շատ բիզնեսներ, ավելի շատ մարդկանց։ Եվ Կարոն դեռևս նրանց ամենաթանկարժեք սեփականությունն էր, սիմվոլը, որ ցույց էր տալիս, որ նույնիսկ ամենամեծ արվեստագետները ծնկի են գալիս իրենց առջև։ Բայց Կարոն այլևս չէր ուզում լռել։ Արմենի մահը փոխել էր նրան։ Նա այլևս չէր վախենում, կամ ավելի ճիշտ, վախը փոխարինվել էր բարկությամբ։ Նա սկսեց մերժել հրավերները գիշերային համերգներին։ Երբ նրանք գալիս էին նրա համար, նա ասում էր, որ հիվանդ է, հոգնած է, ունի պաշտոնական համերգ։ Առաջին անգամ նրանք ընդունեցին պատճառաբանությունը, երկրորդ անգամ նույնպես։ Բայց երրորդ անգամ, երբ Կարոն մերժեց, նրանք չհեռացան։ Նրանք մտան տուն, եւ այս անգամ նրանց առաջնորդում էր ոչ թե սովորական հավաքողը, այլ ինքը, պապը։ Նա նստեց Կարոյի սենյակում, վառեց ծխախոտ եւ երկար նայեց նրան։ Կարո, սկսեց նա հանգիստ, բայց ձայնի մեջ երկաթ կար։ Ես լսում եմ, որ դու հոգնած ես։ Ես հասկանում եմ։ Դու մեծ արվեստագետ ես, քեզ պետք է հանգիստ։ Բայց դու նաև պետք է հասկանաս մի բան։ Մենք քեզ սիրում ենք, մենք քեզ հարգում ենք, բայց այդ սերն ու հարգանքը պահանջում են փոխադարձություն։ Երբ մենք քեզ կանչում ենք, դու գալիս ես։ Դա կանոն է, եւ կանոնները չեն փոխվում։ Կարոն նայեց նրան եւ առաջին անգամ ասաց այն, ինչ մտածում էր տարիներ շարունակ։ Ես ազատ մարդ եմ։ Ես ոչ ոքի սեփականությունը չեմ։ Ես նվագում եմ, երբ ես եմ ուզում, ում համար ես եմ ուզում, եւ ես այլևս չեմ գալու ձեր համերգներին։ Սենյակում լռություն հաստատվեց։ Պապի դեմքը չփոխվեց, բայց աչքերը սառեցին։ Նա դանդաղ ծխեց, արտաշնչեց ծուխը եւ ժպտաց, այնպիսի ժպիտ, որը սառեցնում էր արյունը։ Կարո, դու խելացի տղա ես, բայց երբեմն խելացի մարդիկ անում են հիմար բաներ։ Դու կարծում ես, որ ազատ ես, բայց դու սխալվում ես։ Ազատությունը պատրանք է։ Բոլորս ենք ծառայում մեկին կամ մյուսին։ Դու ծառայում ես մեզ, մենք ծառայում ենք մեր օրենքներին։ Եվ երբ մեկը խախտում է օրենքը, նա վճարում է։ Նա ելավ, մոտեցավ Կարոյին եւ դրեց ձեռքը նրա ուսին, այնպես ծանր, որ Կարոն զգաց ճնշումը։ Ես քեզ տալիս եմ ժամանակ մտածելու, 1 շաբաթ, եւ հետո դու կորոշես, ուզում ես շարունակել լինել մեր ընկերը, թե ուզում ես դառնալ մեր թշնամին։ Բայց հիշիր, թշնամիները երկար չեն ապրում։ Նա հեռացավ, եւ Կարոն մնաց մենակ, սրտի բաբախյունը այնքան բարձր, որ թվում էր կլսի ամբողջ շենքը։ Նա գիտեր, որ հասել է կետին, երբ պետք է ընտրել, կամ շարունակել ապրել գերերության մեջ, կամ կռվել եւ հավանաբար մեռնել։ Նա մտածեց փախչելու մասին, լքել Հայաստանը, գնալ Ռուսաստան, Եվրոպա, ցանկացած տեղ, որտեղ այդ ստվերները չեն հասնի։ Բայց նա նաև գիտեր, որ եթե փախչի, նրանք կվրեժխնդիր լինեն նրա ընտանիքից, մորից, քրոջից, ընկերներից։ Նա ծուղակի մեջ էր եւ ելք չկար։ Բայց հետո նա հիշեց Արմենի վերջին խոսքերը, նախքան անհետանալը։ Կարո, երբեմն մեռնելը ավելի լավ է, քան ապրել ստրուկի պես։ Եթե դու կռվես, գուցե կպարտվես,
բայց գոնե կմեռնես ազատ մարդու պես։ Կարոն որոշեց կռվել, բայց նա գիտեր, որ չի կարող անել դա միայնակ։ Նրան պետք էր օգնություն, եւ նա գիտեր միայն մեկ տեղ, որտեղ կարող էր դիմել՝ նոր կառավարությունը, որը հենց նոր էր եկել իշխանության եւ խոստացել էր մաքրել երկիրը կոռուպցիայից եւ հանցագործությունից։ Կարոն գնաց ներքին գործերի նախարարություն եւ պահանջեց հանդիպում նախարարի հետ։ Նրան ասացին, որ նախարարը զբաղված է, բայց երբ նրանք իմացան, որ այս Կարո Հայրապետյանն է, ժողովրդական արտիստը, նրանք անմիջապես տարան։ Նախարարը տարեց մարդ մոխրագույն մազերով եւ հոգնած աչքերով ընդունեց նրան իր գրասենյակում։ Կարոն նստեց եւ պատմեց ամեն ինչ՝ գիշերային համերգները, սպառնալիքները, Արմենի մահը, պապի վերջին այցելությունը։ Նախարարը լսեց ուշադիր, նշումներ արեց եւ վերջում ասաց. «Պարոն Հայրապետյան, ես գնահատում եմ ձեր քաջությունը, որ եկել եք այստեղ, բայց դուք պետք է հասկանաք, որ իրավիճակը բարդ է։ Այս մարդիկ, որոնց մասին դուք խոսում եք, շատ ուժեղ են։ Նրանք ունեն կապեր, ազդեցություն։ Մենք չենք կարող պարզապես ձերբակալել նրանց առանց ապացույցների»։ Կարոն զգաց հուսահատություն։ «Բայց ես ունեմ ապացույցներ», ասաց նա։ «Ես ունեմ ձայնագրություններ, ամսաթվեր, անուններ»։ Նախարարը հետաքրքրվեց. «Որտեղ են այդ ձայնագրությունները»։ Կարոն հապաղեց։ Նա չէր բերել դրանք իր հետ, վախենալով, որ եթե ինչ-որ բան պատահի, դրանք կկորչեն։ «Դրանք անվտանգ տեղում են», ասաց նա։ «Ես կբերեմ դրանք, բայց ես պետք է լինեմ վստահ, որ դուք կպաշտպանեք ինձ»։ Նախարարը մտածեց, ապա ասաց. «Լավ, բերեք ապացույցները եւ մենք կսկսենք քննություն։ Բայց մինչ այդ դուք պետք է շարունակեք ձեր սովորական կյանքը։ Մի արթնացրեք կասկած։ Եթե այդ մարդիկ իմանան, որ դուք եկել եք այստեղ, նրանք կարող են անհետանալ կամ ավելի վատ, վնասել ձեզ»։ Կարոն համաձայնվեց եւ հեռացավ։ Նա զգաց փոքր ինչ հույս, բայց նաեւ վախ։ Նա գիտեր, որ այժմ նա խաղում է վտանգավոր խաղ, եւ մեկ սխալ քայլ կարող է արժենալ նրա կյանքը։ Հաջորդ օրերին Կարոն փորձեց վարվել նորմալ։ Նա գնաց փորձերի, նվագեց համերգներ, ժպտաց լրագրողներին, բայց ներսում նա մշտապես լարված էր, սպասելով, որ պապի մարդիկը կհայտնվեն ցանկացած պահի։ Եվ նրանք հայտնվեցին։ Մեկ շաբաթ անց, ճիշտ այնպես ինչպես պապը ասել էր, նրանք եկան։ Բայց այս անգամ նրանք չեկան գիշերը, այլ ցերեկը, բաց օրը, երբ Կարոն վերադառնում էր փորձից։ Մեքենան կանգ առավ նրա կողքին, դուռը բացվեց եւ նրան հրավիրեցին ներս։ Կարոն նստեց եւ նրանք քշեցին։ Այս անգամ նրանք տարան ոչ թե ռեստորան կամ առանձնատուն, այլ լքված գործարան, քաղաքի ծայրամասում, որտեղ ոչ ոք չէր կարող լսել կամ տեսնել։ Պապը սպասում էր այնտեղ, նստած հին աթոռի վրա, շրջապատված իր մարդկանցով։ Նա նայեց Կարոյին եւ ասաց. «Շաբաթը անցավ, ինչ է քո պատասխանը»։ Կարոն շնչեց խորը եւ ասաց. «Ես չեմ գալու ձեր համերգներին, ես ազատ մարդ եմ եւ ես ընտրում եմ ազատությունը»։ Պապը գլուխը թոթվեց, կարծես սպասում էր այդ պատասխանին։ «Ես գիտեի, որ դու կասես դա», ասաց նա։ «Դու միշտ եղել ես համառ, դա է ինչը ես սիրում եմ քո մեջ, բայց համառությունը երբեմն դառնում է հիմարություն»։ Նա ակնարկեց իր մարդկանցից մեկին եւ նա մոտեցավ Կարոյին, ձեռքին երկաթե ձող։ Կարոն զգաց, թե ինչպես է սառչում արյունը։ «Սա վերջին զգուշացումն է», ասաց պապը։ «Հաջորդ անգամ դա չի լինի զգուշացում»։ Տղան բարձրացրեց ձողը եւ հարվածեց Կարոյի ձախ ձեռքին, այնպես ուժգին, որ Կարոն լսեց ոսկորի կոտրվելու ձայնը նախքան զգալը ցավը։ Նա գոռաց, ընկավ ծնկի վրա, բռնեց ձեռքը, որը արդեն ուռում էր եւ դառնում մանուշակագույն։ Պապը մոտեցավ, ծռեց եւ շշնջաց Կարոյի ականջին. «Դա քո ձախ ձեռքն էր։ Հաջորդ անգամ կլինի աջը, եւ դու երբեք չես կարողանա նվագել։ Մտածիր դրա մասին»։ Նրանք թողեցին Կարոյին այնտեղ, հատակին, ցավից ճչացող, եւ հեռացան։ Կարոն պառկած մնաց այնտեղ ժամերով, մինչև մի անօթևան գտավ նրան եւ կանչեց շտապ օգնություն։ Նրան տարան հիվանդանոց, որտեղ բժիշկները ասացին, որ ձեռքը կոտրված է 3 տեղից եւ պետք է վիրահատություն։ Նրանք հարցրին, թե ինչ է պատահել, բայց Կարոն ասաց, որ ընկել է աստիճաններից։ Նա գիտեր, որ եթե ասի ճշմարտությունը, պապը կիմանա եւ հաջորդ անգամ կլինի ավելի վատ։ Վիրահատությունը տևեց 6 ժամ։ Բժիշկները փորձեցին իրենց լավագույնը, բայց նրանք ասացին, որ Կարոն երբեք չի կարողանա նվագել նույն կերպ։ Նյարդերը վնասված էին, մատները չէին շարժվի նույն արագությամբ եւ ճշգրտությամբ։ Երբ Կարոն արթնացավ անզգայացումից, նա նայեց իր ձեռքին, գիպսի մեջ, անշարժ, անօգուտ։ Եվ նա հասկացավ, որ պապը արել է ավելի վատ, քան սպանելը։ Նա խլել էր նրա ինքնությունը, նրա նպատակը, նրա կյանքի իմաստը։ Կարո Հայրապետյանը առանց դաշնամուրի ով էր։ Ոչինչ։ Պարզապես մարդ, կոտրված ձեռքով եւ կոտրված հոգով։ Բայց հետո ցավի միջով Կարոն զգաց մի բան այլ՝ բարկություն։ Այնպիսի բարկություն, որը նա երբեք չէր զգացել։
Նա հասկացավ, որ պապը կարծում էր, որ կոտրելով նրա ձեռքը կկոտրի նաև նրա կամքը, բայց նա սխալվում էր։ Կարոն որոշեց, որ եթե նա չի կարող նվագել, ապա նա կանի մի բան ավելի կարևոր։ Նա կբացահայտի պապին եւ նրա կլանը, նույնիսկ եթե դա արժենա նրա կյանքը։ Նա կանչեց նախարարին եւ ասաց, որ պատրաստ է տալ ապացույցները, բայց նա նաև ասաց, որ ժամանակը սպառվում է, որովհետև պապը արդեն գիտի, որ Կարոն չի հնազանդվի, եւ հաջորդ անգամ նա չի սահմանափակվի ձեռքով։ Ինչ էր լինելու հաջորդը։ Արդյոք նախարարությունը կարող էր շաշպանել Կարոին, թե պապի ձեռքերը այնքան երկար էին, որ հասնում էին նույնիսկ այնտեղ։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարոն ուներ բավարար ապացույցներ, որպեսզի ընկճի այն մարդուն, ով 30 տարի պահել էր ամբողջ քաղաքը վախի մեջ։ Հիվանդանոցի պալատում, որտեղ Կարոն ապրում էր իր ամենամութ օրերը, պահպանվում էր մի փաստաթուղթ, որը երբեք չհասավ պաշտոնական արխիվ։ Բուժքույրը, որը հերթապահում էր գիշերները, տեսավ, թե ինչպես է Կարոն գրում աջ ձեռքով, ձախը անշարժ կախված գիպսի մեջ։ Նա գրում էր անընդհատ, թերթիկներ լի անուններով, ամսաթվերով, հասցեներով։ Երբ բուժքույրը հարցրեց, թե ինչ է դա, Կարոն պատասխանեց. «Իմ կտակը»։ Նա բացատրեց, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, այդ թերթիկները պետք է հասնեն ներքին գործերի նախարարություն։ Բուժքույրը, կին 50 տարեկան, ով տեսել էր կյանքում շատ բան, նայեց նրա աչքերին եւ տեսավ մահվան ստվերը։ Նա խոստացավ պահել այդ թղթերը, եւ երբ Կարոն դուրս եկավ հիվանդանոցից 2 շաբաթ անց, նա տվեց նրան փոքրիկ ծրար, փաթաթված հին թերթում։ «Պահեք սա ձեր կյանքից ավելի թանկ», շշնջաց նա։ Կարոն գլխով հավանություն տվեց, բայց երկուսն էլ գիտեին, որ նրա կյանքն արդեն չէր արժենում շատ։ Ո՞վ էր իրականում այդ բուժքույրը, որը համարձակվեց օգնել մարդուն, ում դեմ կռվում էր ամբողջ ստորգետնյա աշխարհը։ Եվ արդյոք այդ թղթերը, որոնք պարունակում էին 30 տարվա գաղտնիքներ, երբևէ կտեսնեին լույսը։ Տուն վերադառնալով, Կարոն գտավ իր բնակարանը շուռ գալած։ Դռան փականը կոտրված էր, պահարանները բացված, գրքերը ցրված հատակին։ Նրանք փնտրել էին ձայնագրությունները, բայց չէին գտել, որովհետև Կարոն պահել էր դրանք այլ տեղում, իր մոր տանը, փոքրիկ տնակում Աբովյան քաղաքում, որտեղ ոչ ոք չէր կարող կասկածել։ Բայց այն, ինչ նրանք թողել էին, ավելի սարսափելի էր, քան ցանկացած կոտրված իր։ Դաշնամուրի վրա, սպիտակ թերթիկի վրա գրված էր մի նախադասություն, կարմիր մարկերով, այնպիսի գրվածք, որը կարծես արյուն էր։ Հաջորդ անգամ կլինի քո մայրը։ Կարոն կարդաց այդ տողերը, եւ նրա ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Նա հասկացավ, որ այլևս խոսքը միայն իր մասին չէ։ Նրանք պատրաստ էին հարվածել նրա ընտանիքին, նրա սիրելիներին, ցանկացած մեկին, ով կարևոր էր նրա համար։ Եվ այդ պահին Կարոն կայացրեց որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նա չէր պատրաստվում ընդունել պարտությունը, նա պատրաստվում էր հարձակվել։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց ոչ թե նախարարությանը, այլ մարդուն, ում անունը նա լսել է շշուկներում՝ Վահե Գրիգորյանին, նախկին ոստիկանության գնդապետին, ով 1990 թվականին հրաժարական էր տվել, բողոքելով համակարգի կոռումպացվածության դեմ։ Վահեն ապրում էր մենության մեջ, լքված բնակարանում, որտեղ պատերը ծածկված էին հին լուսանկարներով հանցագործներից, ում նա երբեմն հետապնդել էր, բայց երբեք չէր կարողացել բերել արդարադատության առջև։ Երբ Կարոն հայտնվեց նրա դռան առջև, Վահեն առաջին հայացքից ճանաչեց նրան։ «Կարո Հայրապետյան», ասաց նա, «ես գիտեի, որ մի օր դու կգաս»։ Նրանք նստեցին խոհանոցում, խմեցին թույլ թեյ, եւ Կարոն պատմեց ամեն ինչ։ Վահեն լսեց առանց ընդհատելու, եւ երբ Կարոն ավարտեց, նա ասաց. «Ես գիտեմ, թե ով է պապը։ Իրական անունը Գագիկ Սարգսյանն է։ Նա սկսել է իր կարիերան դեռևս 70-րդ թվականներին որպես փոքր գող, բայց 80-րդ թվականներին նա դարձավ մի բան ավելին։ Նա ստեղծեց ցանց, որը վերահսկում էր ամեն ինչ՝ շուկաները, ռեստորանները, նույնիսկ պետական ձեռնարկությունները։ Նա ուներ մարդկանց ամենուր, ոստիկանությունում, դատախազությունում, նույնիսկ կուսակցության կենտրոնական կոմիտեում։ Ես փորձեցի ձերբակալել նրան 1989 թվականին, բայց մեկ օր առավոտյան ինձ կանչեցին վերադաս պաշտոնյայի մոտ եւ ասացին, որ եթե շարունակեմ, ես կկորցնեմ ոչ միայն աշխատանքս, այլև ընտանիքս։ Վահեն ծխեց, աչքերը հառած անցյալի մեջ։ Ես ընտրեցի ընտանիքս, շարունակեց նա։ Ես հրաժարական տվեցի եւ փորձեցի մոռանալ, բայց մարդ չի կարող մոռանալ, երբ գիտի, որ չարիքը շարունակում է գոյություն ունենալ եւ ոչ ոք չի կանգնում դրա դեմ։ Կարոն նայեց նրան եւ ասաց. «Ես կանգնում եմ, բայց ինձ պետք է օգնություն»։ Վահեն մտածեց երկար, ապա ելավ, գնաց սենյակ եւ վերադարձավ հին պատյանով։ Նա բացեց այն եւ Կարոն տեսավ ներսում թղթեր, լուսանկարներ, փաստաթղթեր։ «Սա ամեն ինչ է, ինչ ես հավաքել եմ 10 տարվա ընթացքում», ասաց Վահեն։ Անուններ, ամսաթվեր, գործարքներ, սպանություններ,
Բայց առանց վկաների, առանց ապացույցների, որոնք կարող են օգտագործվել դատարանում, սա պարզապես թուղթ է։ Կարոն նայեց փաստաթղթերին եւ ասաց. Ես ունեմ ապացույցներ։ Ես ունեմ ձայնագրություններ, որտեղ Գագիկը եւ նրա մարդիկը խոսում են իրենց գործերի մասին։ Եթե մենք միավորենք քո փաստաթղթերը եւ իմ ձայնագրությունները, մենք կունենանք բավարար ապացույցներ։ Վահեն ժպտաց առաջին անգամ երկար ժամանակից հետո։ Լավ, ասաց նա, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք։ Եթե Գագիկը իմանա, որ մենք միասին ենք աշխատում, նա կհարձակվի անմիջապես։ Մենք պետք է գործենք արագ եւ լռությամբ։ Նրանք սկսեցին պլանավորել։ Վահեն ճանաչում էր մարդկանց ներքին գործերի նախարարությունում, ովքեր դեռևս հավատալիմ էին օրենքին, ոչ թե փողին։ Նա կարող էր կազմակերպել գաղտնի հանդիպում, որտեղ Կարոն կներկայացներ ապացույցները ուղղակիորեն նախարարին, շրջանցելով բոլոր միջանկյալ օղակները, որտեղ կարող էին լինել Գագիկի մարդիկը։ Բայց նրանք նաև պետք է պատրաստ լինեին ամենավատին։ Վահեն տվեց Կարոին մի բան, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կպահի՝ ատրճանակ, հին Մակարովյան, որը նա պահել էր դեռևս ծառայության ժամանակներից։ Ես հույս ունեմ, որ երբեք չես օգտագործի, ասաց Վահեն։ Բայց եթե նրանք գան քո համար, դու պետք է կարողանաս պաշտպանել ինքդ քեզ։ Կարոն վերցրեց զենքը ձեռքը դողալով։ Նա երբեք չէր կրակել, երբեք չէր պատկերացրել, որ կհայտնվի այնպիսի իրավիճակում, որտեղ կարող է ստիպված լինել սպանել։ Բայց նա նաև գիտեր, որ այլ ընտրություն չկա։ Նա դարձել էր զինված մարդ ոչ թե ագրեսիայից, այլ հուսահատությունից։ Հաջորդ օրը Վահեն կազմակերպեց հանդիպումը։ Նրանք պետք է հանդիպեին նախարարի հետ գիշերը, գաղտնի վայրում, հին պետական դաչայում, որը գտնվում էր Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Կարոն վերցրեց ձայնագրությունները, Վահեն իր փաստաթղթերը եւ նրանք մեկնեցին երեկոյան ժամը 9 սահմաններում։ Ճանապարհը անցնում էր լեռնային տարածքներով, մութ եւ լքված, որտեղ միայն նրանց մեքենայի լույսերը լուսավորում էին ճանապարհը։ Կարոն նստած էր լռությամբ, ձեռքը գրպանում բռնած ատրճանակը, սիրտը բաբախում այնպես բարձր, որ թվում էր կլսի ամբողջ մեքենան։ Նրանք չնկատեցին մեքենան, որը հետևում էր նրանց, լույսերը անջատած, հեռավորությունը պահպանելով։ Երբ նրանք հասան դաչային, նախարարը արդեն սպասում էր երկու պահակների հետ։ Նրանք մտան ներս, նստեցին հին սեղանի շուրջ եւ Կարոն սկսեց ներկայացնել ապացույցները։ Նա միացրեց ձայնագրիչը եւ սենյակը լցվեց ձայներով։ Գագիկի ձայնը, բարձր եւ վստահ, խոսում էր թմրանյութերի մատակարարման մասին, փողերի լվացման մասին, մարդկանց մասին, ովքեր անհետացել էին, երբ դարձել էին խնդիր։ Նախարարը լսում էր, դեմքը ավելի ու ավելի լարված դառնում էր։ Վահեն դրեց սեղանի վրա լուսանկարները, Գագիկը պաշտոնյաների հետ, Գագիկը բանկերի տնօրենների հետ, Գագիկը մարդկանց հետ, ովքեր պաշտոնապես մահացած էին, բայց այդ լուսանկարներում ողջ էին եւ ժպտում։ Ապացույցները անհերքելի էին։ Նախարարը նայեց Կարոին եւ ասաց. «Պարոն Հայրապետյան, դուք արել եք մեծ բան։ Այս ապացույցներով մենք կարող ենք ձերբակալել Գագիկ Սարգսյանին եւ նրա ամբողջ ցանցը։ Բայց դուք պետք է հասկանաք, որ սա վտանգավոր է։ Նրանք կփորձեն վրեժ լուծել»։ Կարոն գլխով հավանություն տվեց։ «Ես գիտեմ», ասաց նա։ «Բայց ես այլևս չեմ վախենում։ Ես արդեն կորցրել եմ ամեն ինչ՝ իմ ձեռքը, իմ կարիերան, իմ հանգստությունը։ Միակ բանը, որ ինձ մնացել է, դա արդարադատությունն է»։ Նախարարը ժպտաց։ «Լավ», ասաց նա։ «Մենք կսկսենք գործողությունները վաղը առավոտյան։ Բայց այսօր գիշեր դուք պետք է մնաք այստեղ, անվտանգ տեղում, մինչև ամեն ինչ պատրաստ լինի»։ Բայց այդ պահին նրանք լսեցին ձայն դրսից, մեքենաների շարժիչների ձայն, դռների բախերի ձայն, դռների բախվելու ձայն։ Պահակներից մեկը վազեց պատուհանի մոտ եւ գոռաց. «Նրանք այստեղ են, շատ են»։ Վահեն նայեց Կարոին, եւ նրանց աչքերում երկուսն էլ տեսան նույն բանը՝ դավադրություն։ Ինչ որ մեկը տեղեկացել էր Գագիկին, ինչ որ մեկը, ով գիտեր այդ հանդիպման մասին, վաճառել էր նրանց։ Նախարարը բարձրացավ, դեմքը գունատ։ «Ես չգիտեի», սկսեց նա, բայց Վահեն ընդհատեց. «Հիմա ժամանակ չկա բացատրությունների համար, մենք պետք է դուրս գանք այստեղից»։ Բայց արդեն ուշ էր։ Դուռը բախվեց բացվելով եւ ներս մտան տղամարդիկ, 5, 6, ավելին, բոլորը զինված։ Եվ նրանց առաջում էր ինքը, Գագիկ Սարգսյանը, պապը, ով այլևս չէր ժպտում։ Նրա դեմքը քարացած էր, աչքերը սառած։ Նա նայեց Կարոին, ապա Վահեին, ապա նախարարին։ «Ահա թե ինչպես է», ասաց նա դանդաղ։ «Ամենամեծ արվեստագետը, նախկին ոստիկանը եւ կոռումպացված նախարարը միասին են։ Սա կարող էր լինել լավ պատմություն, բայց ցավոք այն երբեք չի պատմվի»։ Նա ակնարկեց իր մարդկանցից մեկին եւ նա բարձրացրեց զենքը, ուղղված Կարոյի կողմը։
Կարոն զգաց, թե ինչպես է ժամանակը դանդաղում։ Նա տեսավ ատրճանակի խողովակը, տեսավ տղամարդու մատը շարժվում դեպի շնիկը, տեսավ Վահեի ձեռքը գնում դեպի իր զենքը։ Եվ այդ վայրկյանում, երբ ամեն ինչ կախված էր մի շարժումից, Կարոն հիշեց մի բան, որ նրա մայրը ասել էր նրան, երբ նա փոքր էր. «Կարո, կյանքը երաժշտության նման է։ Երբեմն դու պետք է նվագես բարձր, երբեմն լուր, բայց միշտ պետք է նվագես ճշմարիտ»։ Ով էր այն դավաճանը, ով տեղեկացել էր Գագիկին այդ գաղտնի հանդիպման մասին։ Արդյոք դա էր նախարարը, ով խաղում էր երկու կողմերի հետ, թե պահակներից մեկը, ով վաճառել էր իր հոգին փողի դիմաց։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարոն, Վահեն եւ նախարարը կարող էին դուրս գալ այդ ծողակից ողջ, թե այդ գիշերը պետք է դառնար նրանց վերջինը։ Այնինչ պատահեց հաջորդ վայրկյաններում, մնաց փակ գործում, դասակարգված որպես պետական գաղտնիք մինչև 1999 թվականը։ Պաշտոնական տարբերակը, որը հրապարակվեց մամուլում, խոսում էր ողբերգական միջադեպի մասին, որտեղ անհայտ հանցագործները հարձակվել էին պետական դաչայի վրա եւ սպանել 3 մարդու։ Բայց իրականությունը, որը պահպանվեց միայն մի քանի մարդկանց հիշողության մեջ, ով այդ գիշեր էին այնտեղ եւ ողջ մնացին, պատմում էր այլ պատմություն։ Երբ Գագիկի մարդը պատրաստվում էր կրակել, Վահեն արձագանքեց առաջինը։ Նա հանեց իր զենքը եւ կրակեց, ոչ թե Գագիկի, այլ լամպի վրա, որը լուսավորում էր սենյակը։ Սենյակը ընկավ մթության մեջ, եւ այդ վայրկյանում սկսվեց քաոսը։ Կրակոցներ, գոռոցներ, մարդիկ վազում դեպի դուռը, դեպի պատուհանները, դեպի ցանկացած ելք։ Կարոն զգաց, թե ինչպես է Վահեն բռնում նրա ձեռքից եւ քաշում դեպի հետևի դուռը, որը տանում էր խոհանոց։ Նրանք վազեցին, սայթաքելով հատակին, բախվելով կահույքին, մինչև հասան դուռը։ Վահեն բացեց այն, եւ նրանք դուրս վազեցին գիշեր, մութ, սառը, լեռնային օդը կտրում թոքերը։ Նրանք վազեցին դեպի անտառը, որը սկսվում էր դաչայի հետևից։ Վազեցին առանց նայելու հետ, առանց մտածելու, թե ինչ է մնացել ետևում։ Նրանք լսեցին կրակոցներ, լսեցին գոռոցներ, լսեցին մեքենաների շարժիչնի ձայների ձայնը, որոնք սկսեցին հետապնդել։ Բայց անտառը մութ էր, եւ նրանք ճանաչում էին այդ տարածքը։ Վահեն ծառայության տարիներին հաճախ էր եկել այստեղ որսի։ Նրանք վազեցին խորը, մինչև լույսերը եւ ձայները մնացին հեռու, մինչև միայն նրանց շնչառության ձայնը լսվում էր գիշերի լռության մեջ։ Նրանք կանգ առան մի ծառի տակ, թաքնված թփերի մեջ, եւ սպասեցին։ Կարոն զգում էր սրտի բաբախյունը կրծքավանդակում, զգում էր ձեռքի ցավը, որը վերսկսվել էր վասկից։ Նա նայեց Վահեին, ով շնչում էր ծանր, դեմքը քրտնած։ Նախարարը, շշնջաց Կարոն։ Մենք թողեցինք նրան այնտեղ։ Վահեն նայեց նրան, եւ նրա աչքերում Կարոն տեսավ մեղքի զգացում, բայց նաեւ իրականության ընդունում։ Նա մեր հետ չէր գալիս, ասաց Վահեն։ Նա մնաց այնտեղ, որովհետև գիտեր, որ եթե փախչի, նրա կարիերան ավարտված է։ Նա ընտրեց մնալ եւ բանակցել։ Կարոն հասկացավ, թե ինչ է դա նշանակում։ Նախարարը պատրաստվում էր դավաճանել նրանց, պատրաստվում էր ասել Գագիկին, որ ամեն ինչ Վահեի եւ Կարոյի գաղափարն էր, որ նա ոչինչ չգիտեր։ Եվ Գագիկը, ով ուներ իր մարդկանց ամենուր, հավանաբար կհավատար, որովհետև նախարարը արժեքավոր էր նրա համար, ավելի արժեքավոր, քան 2 փախստական։ Մենք պետք է հեռանանք Երևանից, ասաց Վահեն։ Մենք պետք է գնանք ինչ-որ տեղ, որտեղ Գագիկի ձեռքերը չեն հասնում։ Կարոն ծիծաղեց, դառը հուսահատ ծիծաղ։ Կա արդյոք այնպիսի տեղ, հարցրեց նա։ Վահեն լռեց, որովհետև երկուսն էլ գիտեին պատասխանը։ Նրանք սպասեցին մինչև լուսաբաց, թաքնված անտառում, մինչև լսեցին, որ մեքենաները հեռացան, որ ձայները լռեցին։ Ապա նրանք զգուշորեն վերադարձան դաչային մոտ։ Այնինչ նրանք տեսան, սառեցրեց նրանց արյունը։ Դաչան այրված էր, պատերը սև էին մածուցիկից, պատուհանները կոտրված, դուռը բացված։ Ներսում ոչինչ, միայն մոխիր եւ այրված կահույքի մնացորդներ։ Եվ հատակին, մոխրի մեջ, նրանք տեսան մարմին, անճանաչելի, այրված մինչև ոսկորները։ Վահեն մոտեցավ, զննեց եւ ասաց. «Սա նախարարն է»։ Նրանք սպանեցին նրան եւ այրեցին դաչան, որպեսզի ոչնչացնեն ապացույցները։ Կարոն զգաց սարսափ։ Նա հասկացավ, որ Գագիկը չէր պատրաստվում թողնել վկաներ։ Նա պատրաստվում էր ոչնչացնել բոլորին, ովքեր գիտեին ճշմարտությունը, եւ հաջորդները պետք է լինեին Վահեն եւ Կարոն։ Նրանք հեռացան այնտեղից արագ, վերադարձան քաղաք օգտագործելով հետևի ճանապարհները, խուսափելով հիմնական մայրուղիներից։ Վահեն ուներ ընկեր, ով ապրում էր Նոր Քմարաշում, փոքրիկ տանը, որտեղ նրանք կարող էին թաքնվել մի քանի օր։ Նրանք հասան այնտեղ կեսօրին, հոգնած, սովածած, վախեցած։ Ընկերը տարեց մարդ անունով Արամ ընդունեց նրանց առանց հարցերի։ Նա տեսավ նրանց դեմքերը եւ հասկացավ, որ նրանք խնդրի մեջ են։ Նա տվեց նրանց ուտելիք, տեղ քնելու եւ խոստացավ լռել։ Կարոն եւ Վահեն նստեցին խոհանոցում, խմեցին թեյ եւ փորձեցին մտածել, թե ինչ անել հաջորդը։
Նրանք կորցրել էին ապացույցները, ձայնագրությունները եւ փաստաթղթերը մնացել էին դաչայում եւ այրվել։ Նրանք կորցրել էին նախարարին, միակ մարդուն, ով կարող էր պաշտպանել նրանց։ Եվ նրանք գիտեին, որ Գագիկը հետապնդում է նրանց։ Մենք պետք է լքենք երկիրը, ասաց Վահեն։ Սա միակ ճանապարհն է։ Կարոն նայեց նրան։ Ինչպես, հարցրեց նա։ Սահմանները փակ են, մենք չունենք փաստաթղթեր, չունենք փող։ Վահեն մտածեց։ Ես ճանաչում եմ մարդկանց, ասաց նա։ Մարդկանց, ովքեր կարող են օգնել անցնել սահմանը, ապօրինի, գիշերը, լեռներով։ Դա վտանգավոր է, բայց դա միակ ճանապարհն է։ Կարոն մտածեց իր մոր մասին, իր քրոջ մասին, իր ընկերների մասին։ Եթե նա լքի երկիրը, նա երբեք չի տեսնի նրանց։ Բայց եթե մնա, նա կմեռնի, եւ նրա մահը ոչինչ չի փոխի։ Գագիկը կշարունակի իր գործերը, կշարունակի վերահսկել, կշարունակի սպանել։ Լավ, ասաց Կարոն վերջապես։ Ես կգնամ։ Վահեն գլխով հավանություն տվեց։ Ես կմնամ, ասաց նա։ Ես չեմ կարող լքել, սա իմ երկիրն է, իմ տունը։ Ես կշարունակեմ կռվել, նույնիսկ եթե դա նշանակում է մեռնել։ Կարոն նայեց նրան, այս մարդուն, ով զոհաբերել էր ամեն ինչ արդարադատության համար, եւ զգաց հարգանք։ Շնորհակալ եմ, ասաց նա։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես։ Վահեն ժպտաց։ Մի շնորհակալ իր դեռ, ասաց նա։ Շնորհակալ իր, երբ դու անվտանգ կլինես։ Նրանք սպասեցին մինչև երեկո, ապա Վահեն կատարեց մի քանի զանգեր։ Նա խոսեց մարդկանց հետ, ում Կարոն չէր տեսել, մարդկանց, ովքեր խոսում էին կոդերով եւ անուններով, որոնք հնչում էին կեղծ։ Վերջապես նա ավարտեց եւ ասաց. Ամեն ինչ պատրաստ է։ Վաղը գիշեր մեքենան կգա քեզ համար։ Նրանք կտանեն քեզ սահմանին եւ այնտեղից դու կանցնես Վրաստան։ Վրաստանից դու կարող ես գնալ Ռուսաստան կամ Եվրոպա, բայց հիշիր, երբ անցնես սահմանը, դու չես ես կարող վերադառնալ։ Գոնե ոչ շուտով։ Կարոն գլխով հավանություն տվեց։ Նա հասկացավ, որ դա նշանակում է հրաժեշտ տալ ամեն ինչին, ինչ նա սիրել է՝ իր երկրին, իր ընտանիքին, իր կյանքին։ Բայց նա նաև հասկացավ, որ սա միակ ճանապարհն է, եթե ուզում է ապրել։ Նա անցկացրեց վերջին գիշերը Հայաստանում նստած պատուհանի մոտ, նայելով քաղաքի լույսերին, լսելով հեռվից գալիս շների հաչոցը, մեքենաների ձայնը, կյանքի ձայնը, որը շարունակվում էր անկախ նրանից, թե ինչ էր պատահում նրա հետ։ Նա մտածեց իր կյանքի մասին, ինչպես էր սկսվել երազանքով, ինչպես էր վերածվել ճակատագրի եւ ինչպես էր ավարտվում փախուստով։ Նա մտածեց Արմենի մասին, ով մահացել էր ճշմարտության համար։ Մտածեց նախարարի մասին, ով մահացել էր իր սեփական դավաճանության համար։ Մտածեց բոլոր մարդկանց մասին, ովքեր տուժել էին Գագիկի եւ նրա նմանների պատճառով։ Եվ նա որոշեց, որ նույնիսկ եթե փախչում է, նա չի լռի։ Նա կգրի, կպատմի, կբացահայտի ամեն ինչ, ինչ տեսել է, ինչ իմացել է։ Նա կդառնա ձայնը նրանց, ովքեր չեն կարող խոսել, վկան նրանց, ովքեր մահացել են լռությամբ։ Հաջորդ երեկո մեքենան եկավ հին Ժիգուլի, վարորդը տղամարդ 40 տարեկան, ով չներկայացավ եւ չխոսեց։ Կարոն հրաժեշտ տվեց Վահեին, գրկախառնվեցին, եւ երկուսն էլ գիտեին, որ սա վերջին անգամն է, երբ տեսնում են իրար։ Ապրիր, ասաց Վահեն։ Ապրիր եւ պատմիր մեր պատմությունը։ Կարոն նստեց մեքենայում եւ նրանք մեկնեցին։ Ճանապարհը տևեց ամբողջ գիշերը, անցնելով լեռնային ճանապարհներով, խուսափելով ստուգման կետերից, կանգ առնելով միայն մի քանի անգամ, վառելիք լցնելու կամ ուղին ստուգելու համար։ Երբ նրանք հասան սահմանին, արշալույսն արդեն սկսում էր լուսավորել երկինքը։ Վարորդը ցույց տվեց Կարոին ուղին, նեղ արահետ, որը տանում էր լեռներով, անցնում սահմանը։ 2 ժամ քայլելուց հետո դու կլինես Վրաստանում, ասաց նա։ Այնտեղից դու ինքդ քեզ ես։ Կարոն վերցրեց իր փոքրիկ պայուսակը, որտեղ միայն մի քանի հագուստ եւ մի փաթեթ թուղթ էին, վերջին ապացույցները, որոնք նա կարողացել էր փրկել։ Նա սկսեց քայլել, եւ ամեն քայլով զգում էր, թե ինչպես է հեռանում իր անցյալից, իր տունից, իր ինքնությունից։ Նա քայլեց 2 ժամ, 3 ժամ, մինչև տեսավ սահմանային նշանը, հին ժանգոտած, բայց դեռևս կանգուն։ Նա անցավ այն եւ հասկացավ, որ այժմ նա այլևս Հայաստանում չէ։ Նա այժմ փախստական է, մարդ առանց երկրի, առանց տան, առանց ապագայի։ Բայց նա նաև գիտեր, որ նա ողջ է, եւ քանի դեռ ողջ է, նա ունի հույս։ Հույս, որ մի օր արդարադատությունը կհաղթի, որ Գագիկը եւ նրա նմանները կպատասխանեն իրենց արարքների համար, որ Հայաստանը կազատվի այն ստվերներից, որոնք այնքան երկար պահել են այն վախի մեջ։ Նա շարունակեց քայլել, եւ ամեն քայլով նա զգում էր, թե ինչպես է ուժեղանում նրա ներսում որոշումը՝ պայքարել, ապրել, պատմել։ Որովհետև նա այլևս չէր միայն Կարո Հայրապետյանը, դաշնակահարը, ով կորցրել էր իր ձեռքը եւ իր կարիերան։ Նա այժմ էր Կարո Հայրապետյանը վկան, ով տեսել էր չարիքի դեմքը եւ որոշել էր չլռել։
Եվ այդ ձայնը, որը նա պահպանել էր իր ներսում այնքան տարիներ, այժմ պատրաստ էր պայթել եւ պատմել աշխարհին ճշմարտությունը։ Բայց արդյոք աշխարհը պատրաստ էր լսել։ Արդյոք Կարոյի պատմությունը, որը նա պատրաստվում էր պատմել, կարող էր փոխել ինչ-որ բան, թե այն պարզապես կդառնար եւս մեկ մոռացված պատմություն, փախստականի, ով կորցրել էր ամեն ինչ։ Եվ ամենակարևորը, արդյոք Գագիկի ձեռքերը, որոնք հասնում էին այնքան հեռու, կարող էին գտնել նրան նույնիսկ այնտեղ, որտեղ նա թաքնվում էր, եւ լռեցնել նրան մինչև շատ ուշ լինի։ Վրաստանի փոքրիկ քաղաքում, որտեղ Կարոն թաքնվել էր առաջին ամիսները, գործում էր հին տպարան, Տեր Գևորգի սեփականությունը, հայ էմիգրանտի, ով փախել էր դեռևս 70-րդ թվականներին։ Այդ տպարանի ստորգետնյա սենյակում, որտեղ միայն մկների քրքիջը խախտում էր լռությունը, պահվում էր արխիվ, հազարավոր էջեր, որոնք երբեք չէին տպագրվել։ Սա էր մերժված ձեռագրերի գերեզմանոցը, ինչպես Տեր Գևորգը կոչում էր այնտեղ, որտեղ հավաքվում էին պատմություններ, որոնք չափազանց վտանգավոր էին հրապարակման համար։ Երբ Կարոն առաջին անգամ իջավ այնտեղ, նա տեսավ իր աչքերով այն, ինչ տասնամյակներ շարունակ թաքցվել էր. վկայություններ կոտորածների մասին, փաստաթղթեր քաղաքական սպանությունների մասին, անուններ մարդկանց, ովքեր անհետացել էին առանց հետքի։ Եվ այդ արխիվի ամենախորը, փաթաթված յուղոտ կտորի մեջ պառկած էր մի տետր, կապույտ կազմով, որի առաջին էջում գրված էր Գագիկ Սարգսյանի իրական պատմությունը։ Գրել է Արմեն Մկրտչյանը, 1990 թվական։ Սա էր այն տետրը, որը Արմենը պահել էր իր վերջին օրերին, տետրը, որը պարունակում էր ամեն ինչ, անուններ, ամսաթվեր, բանկային հաշիվներ, սպանությունների մանրամասներ։ Տեր Գևորգը ստացել էր այն Արմենի քրոջից 2 օր նրա մահից հետո, երբ նա հասկացել էր, որ եղբայրը այլևս չի վերադառնա։ Նա պահել էր այն 10 տարի, սպասելով մարդուն, ով համարձակ կլիներ օգտագործել այն։ Եվ այժմ այդ մարդը կանգնած էր նրա առջև, Կարո Հայրապետյանը, կոտրված ձեռքով, բայց չկոտրված հոգով։ Կարոն բացեց տետրը դողացող ձեռքերով եւ սկսեց կարդալ։ Ամեն էջ էր հարված նրա սրտին, նրա հավատին, նրա հույսին։ Արմենը գրել էր ամեն ինչ, ինչպես էր Գագիկը սկսել որպես փոքրիկ գող Կոմիտասի շուկայում, ինչպես էր նա սպանել իր առաջին մարդուն, մրցակից, ով համարձակվել էր մտնել նրա տարածք, ինչպես էր նա կառուցել իր կայսրությունը քայլ առ քայլ, դի առ դի, մարդ առ մարդ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Արմենը նաև գրել էր անուններ մարդկանց, ովքեր օգնել էին Գագիկին, ովքեր պաշտպանել էին նրան, ովքեր փակել էին աչքերը նրա հանցագործությունների վրա։ Եվ այդ անուններից շատերը Կարոն ճանաչում էր։ Դատախազներ, ոստիկանության գնդապետներ, նախարարներ, նույնիսկ մեկը, ով այժմ նստում էր պարլամենտում եւ խոսում էր արդարադատության մասին։ Կարոն հասկացավ, որ Գագիկը չէր պարզապես հանցագործ գործ։ Նա էր համակարգ, որը ներթափանցել էր պետության բոլոր մակարդակներում, համակարգ, որը չէր կարելի ոչնչացնել մեկ ձերբակալությամբ, որովհետև եթե կտրեիր մի գլուխը, կաճեին 10 նորեր։ Տեր Գևորգը նստած էր Կարոյի կողքին եւ դիտում, թե ինչպես է նրա դեմքը փոխվում, ցնցումից դեպի բարկություն, բարկությունից դեպի հուսահատություն։ Հիմա դու հասկանում ես, ասաց Տերը։ Հիմա դու հասկանում ես, թե ինչու Արմենը մահացավ։ Նա չէր պարզապես լրագրող, ով փնտրում էր պատմություն։ Նա էր մարդ, ով հայտնաբերել էր ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը կարող էր քանդել ամբողջ համակարգը։ Եվ համակարգը պաշտպանում է ինքն իրեն, ցանկացած գնով։ Կարոն փակեց տետրը եւ նայեց տիրոջը։ Ինչու եք պահել սա այսքան երկար, հարցրեց նա։ Ինչու չեք տպագրել, չեք հրապարակել։ Տեր Գևորգը ծխեց իր ծխամորճ եւ պատասխանեց դանդաղ, որովհետեւ ես գիտեի, որ եթե հրապարակեմ առանց ապացույցների, առանց վկաների, առանց պաշտպանության, ապա ես պարզապես կդառնամ հերթական զոհը։ Ես սպասում էի ճիշտ պահին, ճիշտ մարդուն, եւ այժմ դու այստեղ ես։ Կարոն զգաց, թե ինչպես է ծանրանում պատասխանատվությունը նրա ուսերին։ Նա հասկացավ, որ այժմ նա պարտավոր է ոչ միայն իր սեփական պատմությունը պատմել, այլև Արմենի պատմությունը եւ բոլոր նրանց պատմությունները, ովքեր տուժել էին Գագիկի եւ նրա համակարգի պատճառով։ Բայց նա նաեւ գիտեր, որ սա նշանակում է դնել իր կյանքը վտանգի մեջ, կրկին, ավելի մեծ վտանգի, քան երբևէ։ Ես պատրաստ եմ, ասաց Կարոն, բայց ինձ պետք է օգնություն։ Ես չեմ կարող անել սա միայնակ։ Տեր Գևորգը ժպտաց առաջին անգամ այդ երեկո։ Դու չես միայնակ, ասաց նա։ Կան մարդիկ, ովքեր սպասում են այս պահին, մարդիկ, ովքեր կորցրել են սիրելիներին, մարդիկ, ովքեր տուժել են, մարդիկ, ովքեր պատրաստ են վկայել։ Բայց նրանք պետք են իմանան, որ ինչ-որ մեկը պատրաստ է առաջնորդել նրանց, ինչ-որ մեկը, ում նրանք կարող են վստահել։ Նա ելավ, գնաց դարակի մոտ եւ վերադարձավ փոքրիկ տուփով։ Ներսում էին լուսանկարներ,
տասնյակ լուսանկարներ մարդկանց, ում Կարոն երբեք չէր տեսել, բայց ում աչքերում նա տեսավ նույն ցավը, որը տեսնում էր սեփական հայելու մեջ։ «Սրանք են վկաները», ասաց Տեր Գևորգը։ «Մարդիկ, ովքեր տեսել են, լսել են, գիտեն, բայց նրանք վախենում են խոսել, որովհետև գիտեն, թե ինչ է պատահում նրանց, ովքեր խոսում են։ Քո առաջադրանքը տալ նրանց քաջություն, ցույց տալ, որ նրանք չեն միայնակ, որ եթե նրանք միասին կանգնեն, նրանք կարող են հաղթել»։ Կարոն նայեց լուսանկարներին մեկը մեկի հետևից։ Կին, 40 տարեկան, ում ամուսինը սպանվել էր, որովհետև հրաժարվել էր վճարել պաշտպանության փող։ Տղամարդ, 50 տարեկան, ում բիզնեսը խլվել էր, որովհետև Գագիկը ուզել էր այն իր համար։ Երիտասարդ, 20 տարեկան, ում քույրը անհետացել էր, եւ նա գիտեր, որ նրան տարել էին Գագիկի մարդիկը, բայց ոստիկանությունը հրաժարվել էր քննել գործը։ Ամեն լուսանկար էր պատմություն, ամեն դեմք էր ցավ, ամեն հայացք էր աղերս, արդարադատության, վրեժի, փրկության համար։ Եվ Կարոն հասկացավ, որ նա այլևս չի կարող հետ քաշվել։ Նա պարտավոր էր այս մարդկանց, պարտավոր էր Արմենին, պարտավոր էր իր սեփական խղճին։ Հաջորդ շաբաթները Կարոն անցկացրեց հանդիպումներում, գաղտնի հանդիպումներում, որտեղ նա խոսում էր վկաների հետ, լսում նրանց պատմությունները, գրանցում նրանց վկայությունները։ Ամեն հանդիպում էր ռիսկ, որովհետև Գագիկի ցանցը տարածվում էր նաև Վրաստանում, եւ եթե նա իմանար, որ Կարոն դեռևս ողջ է եւ հավաքում ապացույցներ, նա կուղարկեր իր մարդկանց։ Բայց Կարոն այլևս չէր վախենում։ Նա ապրում էր փոխառու ժամանակով, եւ նա գիտեր, որ ամեն օր կարող է լինել վերջինը։ Բայց նա նաև գիտեր, որ ամեն օր, որ նա շարունակում էր աշխատել, նա մեկ քայլ ավելի մոտ էր արդարադատությանը։ Նա հավաքեց 20 վկայություն, 20 պատմություն, որոնք միասին ստեղծում էին ամբողջական պատկեր Գագիկի կայսրության մասին։ Նա ուներ Արմենի տետրը, ուներ Վահեի փաստաթղթերը, որոնք նա կարողացել էր փրկել, ուներ իր սեփական ձայնագրությունները, որոնք նա պահել էր իր մոր տանը եւ որոնք նրա քույրը գաղտնի ուղարկել էր նրան Վրաստան։ Բայց ամենակարևորը, նա ուներ մի բան, որը Գագիկը երբեք չէր սպասել։ Նա ուներ դավաճան։ Մարդ Գագիկի սեփական ներքին շրջանակից, ով հոգնել էր արյունից, հոգնել էր վախից, հոգնել էր ապրել այն գիտակցությամբ, որ մի օր նա ինքը կարող է դառնալ զո։ Այդ մարդը կանչվում էր Արտակ, եւ նա եղել էր Գագիկի աջ ձեռքը 15 տարի։ Նա գիտեր ամեն ինչ, ամեն գործարք, ամեն սպանություն, ամեն գաղտնիք, եւ նա պատրաստ էր խոսել, բայց միայն մեկ պայմանով։ Նա ուզում էր անվտանգություն իր ընտանիքի համար, ուզում էր նոր ինքնություն, նոր կյանք հեռու Գագիկի ձեռքերից։ Տեր Գևորգը կազմակերպեց հանդիպումը։ Մի գիշեր, մի լքված եկեղեցում քաղաքից դուրս, որտեղ միայն Աստված եւ ստվերները կարող էին լսել։ Կարոն սպասեց այնտեղ, նստած հին նստարանի վրա, լույսը մոմի միայն, երբ դուռը բացվեց եւ ներս մտավ մարդ, բարձրահասակ, լայն ուսերով, դեմքը թաքնված գլխարկի ստվերում։ Արտակը նստեց Կարոյի կողքին, եւ երկար ժամանակ նրանք լռեցին, երկուսն էլ գիտենալով, որ այն, ինչ պատահելու է հաջորդը, կփոխի ամեն ինչ։ Վերջապես Արտակը խոսեց, ձայնը խռպոտ, կարծես երկար չէր օգտագործել։ Ես գիտեմ, թե ով ես դու, ասաց նա։ Ես տեսել եմ քեզ այն գիշերները, երբ դու նվագում էիր մեզ համար։ Ես տեսել եմ քո աչքերը, լի ատելությամբ, բայց նաև վախով։ Եվ ես զգացել եմ ամոթ, որովհետև ես էի մեղավոր այդ վախի համար։ Կարոն նայեց նրան, փորձելով տեսնել դեմքը ստվերի մեջ։ Ինչու ես այստեղ, հարցրեց նա։ Ինչու ես դավաճանում Գագիկին։ Արտակը ծիծաղեց, դառը ցավոտ ծիծաղ։ Դավաճանում, կրկնեց նա։ Ես չեմ դավաճանում, ես փրկում եմ իմ հոգին։ Ես տեսել եմ այնքան մահ, այնքան արյուն, այնքան ցավ, որ այլևս չեմ կարող քնել գիշերները։ Ես լսում եմ նրանց ձայները, նրանց, ում ես օգնել եմ սպանել, նրանց, ում ես դավաճանել եմ։ Եվ ես գիտեմ, որ եթե շարունակեմ, մի օր ես ինքս կդառնամ նրանցից մեկը։ Նա հանեց գրպանից ծրար փաթաթված թղթի մեջ եւ տվեց Կարոյին։ Սա ամեն ինչ է, ասաց նա։ Բանկային հաշիվներ, անուններ, ամսաթվեր, վայրեր։ Սա ապացույց է, որը կարող է ուղարկել Գագիկին բանտ մնացած կյանքի համար։ Բայց դու պետք է արագ գործես, որովհետև Գագիկը գիտի, որ ինչ-որ մեկը խոսում է։ Նա դեռ չգիտի, որ դա ես եմ, բայց նա շուտով կիմանա։ Եվ երբ իմանա, նա կսպանի ոչ միայն ինձ, այլև իմ կնոջը, իմ երեխաներին, ցանկացած մեկին, ով կապված է ինձ հետ։ Կարոն վերցրեց ծրարը, զգալով դրա ծանրությունը, ոչ թե ֆիզիկապես, այլ այն պատասխանատվության ծանրությունը, որ այն ներկայացնում էր։ Ես կպաշտպանեմ քեզ, ասաց նա։ Ես խոստանում եմ։
Արտակը գլխով հավանություն տվեց, բայց նրա աչքերում Կարոն տեսավ կասկած։ Խոստումները հեշտ է տալ, ասաց նա, բայց պահելը դժվար է։ Պարզապես արա այն, ինչ պետք է անես, եւ եթե ես մեռնեմ, գոնե իմացիր, որ իմ մահը չէր զուր։ Նա ելավ եւ հեռացավ, նույնքան լուռ, ինչքան եկել էր, թողնելով Կարոյին մենակ եկեղեցում, ձեռքին ծրարը, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Կարոն նստեց այնտեղ երկար, մոմի լույսը դողում էր քամուց, ստվերները պարում էին պատերին եւ նա մտածում էր, թե ինչ անել հաջորդը։ Նա գիտեր, որ այժմ նա ունի ամեն ինչ, ինչ պետք է, վկայություններ, փաստաթղթեր, ապացույցներ։ Բայց նա նաև գիտեր, որ ապացույցները միայն թուղթ են, եթե չկա մարդ, ով պատրաստ է օգտագործել դրանք։ Նրան պետք էր գտնել մեկին, ով ուներ իշխանություն, ազդեցություն, քաջություն, յուն կանգնելու Գագիկի դեմ։ Եվ նա գիտեր միայն մեկ այնպիսի մարդու, միջազգային լրագրող, ով աշխատում էր Ռուսաստանում եւ հայտնի էր իր քննական հոդվածներով կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության մասին։ Նրա անունը Միխայիլ Սոկոլովն էր, եւ նա ուներ համբավ մարդու, ով երբեք չէր վախենում ուժեղներից եւ միշտ կողմ էր կանգնում թույլերին։ Կարոն գիտեր, որ հասնել Սոկոլովին դժվար կլինի, բայց ոչ անհնար։ Տեր Գևորգը ուներ կապեր, եւ նա կարող էր կազմակերպել հանդիպում, բայց նա նաև զգուշացրեց Կարոյին։ Սոկոլովը վտանգավոր մարդ է, ոչ թե քեզ համար, այլ իր համար։ Նա ստացել է սպառնալիքներ, նրա վրա հարձակվել են, նրա գրասենյակը պայթեցրել են, բայց նա շարունակում է գրել, շարունակում է բացահայտել։ Եթե դու գնաս նրա մոտ, դու դառնում ես թիրախ, ոչ միայն Գագիկի, այլև բոլոր նրանց, ում Սոկոլովը բացահայտել է։ Կարոն հասկացավ ռիսկը, բայց նա նաև հասկացավ, որ այլ ընտրություն չկա։ Նա պետք է գնար Մոսկվա, պետք է հանդիպեր Սոկոլովի հետ, պետք է համոզեր նրան հրապարակել այս պատմությունը։ Եվ նա պետք է աներ դա արագ, որովհետև ժամանակը սպառվում էր։ Արտակը ճիշտ էր ասել, Գագիկը գիտեր, որ ինչ-որ մեկը խոսում է, եւ նա շուտով կգտներ, թե ով է դա։ Արդյոք Կարոն կարող էր հասնել Մոսկվա առանց բռնվելու Գագիկի մարդկանց կողմից, ովքեր անշուշտ հետևում էին նրան։ Արդյոք Սոկոլովը կհամաձայներ հրապարակել այս պատմությունը, գիտենալով, որ դա կդնի նրա սեփական կյանքը վտանգի մեջ։ Եվ ամենակարևորը, արդյոք Արտակը, դավաճանը, ով տվել էր վերջին ապացույցները, կարող էր ապրել բավականաչափ երկար, որպեսզի տեսներ արդարադատությունը, որի համար նա զոհաբերել էր ամեն ինչ։ Մոսկվայի ձմեռը էր անողորմ, քամին կտրում էր դեմքը, ձյունը կուրացնում աչքերը, սառույցը դարձնում փողոցները սահող։ Կարոն ժամանեց գիշերային գնացքով, թաքնված ապրանքային վագոնում, որտեղ նա անցկացրեց 36 ժամ, շրջապատված արկղերով եւ վախով։ Տեր Գևորգը կազմակերպել էր ամեն ինչ՝ կեղծ փաստաթղթերը, տրանսպորտը, անվտանգ տունը Մոսկվայում, որտեղ Կարոն կարող էր մնալ մինչև հանդիպումը Սոկոլովի հետ։ Բայց երբ Կարոն իջավ գնացքից եւ տեսավ Մոսկվայի փողոցները, լի մարդկանցով, մեքենաներով, աղմուկով, նա զգաց, թե ինչպես է սառչում արյունը։ Այստեղ, այս հսկա քաղաքում, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց կյանքով, նա էր ոչ ոք, անտուն, անանուն, անպաշտպան։ Եվ եթե Գագիկի մարդիկը գտնեին նրան այստեղ, ոչ ոք չէր լսի նրա գոռոցները, ոչ ոք չէր օգնի։ Նա գնաց հասցեին, որը Տեր Գևորգը տվել էր, հին շենք Արբատի մոտ, որտեղ բնակարանները փոքր էին, պատերը բարակ եւ հարևանները չափազանց հետաքրքրասեր։ Նրան ընդունեց կին 60 տարեկան, անունով Վերա Պետրովնա, ով ապրել էր այնտեղ 40 տարի եւ տեսել էր ամեն ինչ՝ պատերազմներ, հեղափոխություններ, փոփոխություններ։ Նա նայեց Կարոյին երկար, ապա ասաց. «Դու փախստական ես։ Ես տեսնում եմ դա քո աչքերում։ Բայց մի վախեցիր։ Այստեղ դու անվտանգ ես։ Ես պահել եմ շատ մարդկանց, ովքեր փախչում էին ինչ-որ բանից, եւ ես երբեք չեմ դավաճանել»։ Կարոն շնորհակալություն տվեց եւ մտավ փոքրիկ սենյակը, որը պետք է դառնար նրա տունը հաջորդ օրերին։ Նա դրեց իր պայուսակը անկյունում, նստեց մահճակալի վրա եւ առաջին անգամ երկար ժամանակից հետո թույլ տվեց ինքն իրեն հանգստանալ։ Բայց հանգիստը չտևեց երկար։ Հաջորդ առավոտ Վերա Պետրովնան թակեց դուռը եւ ասաց, որ ինչ-որ մեկը հարցրել է նրա մասին։ Տղամարդ, ով ցույց տվել էր Կարոյի լուսանկարը եւ հարցրել, թե արդյոք նա տեսել է նրան։ Վերան ասել էր, որ ոչ, բայց նա զգուշացրեց Կարոյին. «Նրանք գիտեն, որ դու այստեղ ես։ Գուցե ոչ ճշգրիտ հասցեն, բայց նրանք գիտեն, որ դու Մոսկվայում ես։ Դու պետք է շատ զգույշ լինես»։ Կարոն հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա պետք է հանդիպեր Սոկոլովի հետ հնարավորինս շուտ, նախքան Գագիկի մարդիկը կգտնեին նրան։ Տեր Գևորգը կազմակերպել էր հանդիպումը այդ երեկո ժամը 8-ին, մի կաֆեում կենտրոնում, որտեղ Սոկոլովը հաճախ աշխատում էր։ Կարոն պատրաստվեց զգուշորեն, վերցրեց ծրարը ապացույցներով, հագավ հին բաճկոն, որը Վերան տվել էր նրան, եւ դուրս եկավ երեկոյան ժամը 7-ին։ Փողոցները լի էին մարդկանցով, վերադառնում աշխատանքից, շտապում տուն, կանգնած տրանսպորտի սպասարկությունում։
Կարոն քայլում էր արագ, բայց ոչ շատ արագ, որպեսզի չգրավի ուշադրությունը։ Նայում էր շուրջը, փորձելով նկատել, թե արդյոք ինչ-որ մեկը հետևում է նրան։ Նա տեսավ դեմքեր, հազարավոր դեմքեր, բայց ոչ մեկը չէր նայում նրան, ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով։ Նա հասավ կաֆե, փոքրիկ, ջերմ, լի ծխի եւ սուրճի հոտով։ Սոկոլովը նստած էր անկյունային սեղանի մոտ, նոութբուքի առջև, ծխում էր ծխախոտ եւ խմում սուրճ։ Նա էր տղամարդ, 50 տարեկան, մոխրագույն մազերով, հոգնած աչքերով, բայց դեռևս կենդանի հայացքով։ Կարոն մոտեցավ եւ ներկայացավ։ Սոկոլովը նայեց նրան, ապա ասաց. «Նստիր, Տեր Գևորգը պատմեց ինձ քո մասին։ Նա ասաց, որ դու ունես պատմություն, որը կարող է փոխել ամեն ինչ։ Ես լսում եմ»։ Կարոն նստեց եւ սկսեց պատմել։ Նա պատմեց ամեն ինչ՝ գիշերային համերգները, Արմենի մահը, փախուստը, վկաների հավաքումը, արտակի դավաճանությունը։ Նա դրեց սեղանի վրա ծրարը եւ ասաց. «Սա ապացույցներն են։ Սա ամեն ինչ է, ինչ պետք է, բանկային հաշիվներ, անուններ, ամսաթվեր, վկայություններ։ Եթե դուք հրապարակեք սա, Գագիկ Սարգսյանը եւ նրա ամբողջ ցանցը կընկնեն»։ Սոկոլովը վերցրեց ծրարը, բացեց եւ սկսեց կարդալ։ Նրա դեմքը չփոխվեց, բայց Կարոն տեսավ, թե ինչպես են նրա աչքերը նեղանում, ինչպես են նրա շրթունքները սեղմվում։ Նա կարդաց երկար, շատ երկար, մինչև վերջապես փակեց փաստաթղթերը եւ նայեց Կարոյին։ «Սա հզոր է», ասաց նա։ «Սա կարող է իսկապես ընկճել նրան, բայց դու պետք է հասկանաս մի բան։ Եթե ես հրապարակեմ սա, դու դառնում ես թիրախ, ոչ միայն Գագիկի, այլև բոլոր նրանց, ում անուններ այստեղ են։ Եվ այդ մարդիկ ունեն ավելի երկար ձեռքեր, քան Գագիկը։ Նրանք կարող են հասնել քեզ ամենուր, Մոսկվայում, Վրաստանում, նույնիսկ Եվրոպայում»։ Կարոն գլխով հավանություն տվեց։ «Ես գիտեմ», ասաց նա, «բայց ես այլևս չեմ վախենում։ Ես արդեն կորցրել եմ ամեն ինչ։ Միակ բանը, որ ինձ մնացել է, դա ճշմարտությունն է, եւ ես պատրաստ եմ մեռնել դրա համար»։ Սոկոլովը ժպտաց տխուր, հասկացող ժպիտ։ «Ես լսել եմ այդ խոսքերը շատ անգամ», ասաց նա, «եւ ամեն անգամ ես հարցնում եմ ինձ. արդյոք արժե։ Արդյոք մեկ պատմությունը, մեկ հոդվածը կարող է փոխել համակարգը, որը կառուցվել է տասնամյակներ շարունակ։ Բայց հետո ես հիշում եմ, որ եթե մենք չփորձենք, ապա ոչինչ երբեք չի փոխվի։ Եվ ես որոշում եմ փորձել։ Կրկին եւ կրկին»։ Նա վերցրեց ծրարը եւ դրեց իր պայուսակում։ «Ես կհրապարակեմ սա», ասաց նա, «բայց ոչ անմիջապես։ Ես պետք է ստուգեմ ամեն ինչ, պետք է համոզվեմ, որ ապացույցները անհերքելի են, որ նրանք չեն կարող ժխտել կամ թաքցնել։ Սա կտևի մի քանի շաբաթ։ Դու կարող ես սպասել այնքան»։ Կարոն մտածեց։ Մի քանի շաբաթ Մոսկվայում թաքնված, հետապնդվող, սպասելով։ Դա էր հավերժություն, դա էր տանջանք։ Բայց նա նաև հասկացավ, որ եթե Սոկոլովը պատրաստ է ռիսկի գնալ, ապա նա պետք է սպասի։ «Ես կսպասեմ», ասաց նա, «բայց խնդրում եմ, արեք արագ, որովհետև ամեն օր, որ ես այստեղ եմ, ես մեկ քայլ ավելի մոտ եմ մահվան»։ Սոկոլովը գլխով հավանություն տվեց։ «Ես հասկանում եմ», ասաց նա, «եւ ես խոստանում եմ անել ամեն ինչ, որ կարող եմ»։ Նրանք հրաժեշտ տվեցին, եւ Կարոն դուրս եկավ կաֆեից, զգալով փոքր-ինչ հույս։ Բայց այդ հույսը տևեց միայն մի քանի վայրկյան, որովհետև երբ նա դարձավ անկյունում, նա տեսավ նրանց, երկու տղամարդ, ովքեր կանգնած էին մութ-մուտքում եւ նայում նրան։ Նրանց դեմքերը ծածկված էին շարֆերով, բայց նրանց աչքերը, սառած, անքուտ, ասում էին ամեն ինչ։ Կարոն սկսեց վազել։ Նա վազեց փողոցներով, շրջանցելով մարդկանց, սայթաքելով սառույցի վրա, լսելով հետևից քայլերի ձայնը, որը մոտենում էր։ Նա վազեց առանց մտածելու, թե ուր է գնում, վազեց միայն մեկ մտքով՝ ապրել, ապրել բավականաչափ երկար, որպեսզի Սոկոլովը հրապարակի պատմությունը։ Նա թեքվեց նեղ փողոց, ապա եւս մեկը, մինչև հայտնվեց փակուղում, պատերով շրջապատված, ելք չկար։ Նա դարձավ եւ տեսավ նրանց, երկուսը, ովքեր մոտենում էին դանդաղ, վստահ, գիտենալով, որ նա ծուղակի մեջ է։ Մեկը հանեց դանակ, երկար, փայլուն, որը արտացոլում էր փողոցային լամպի լույսը։ «Գագիկը ուղարկեց բարևներ», ասաց նա։ «Նա ասաց, որ դու շատ խոսուն ես, եւ մենք այստեղ ենք, որպեսզի լռեցնենք քեզ»։ Կարոն զգաց, թե ինչպես է սառչում արյունը, բայց նա նաև զգաց մի բան այլ։ Բարկություն։ Այնպիսի բարկություն, որը նա երբեք չէր զգացել։ Նա հասկացավ, որ եթե մեռնում է այստեղ, այս փակուղում, ապա ամեն ինչ, ինչ նա արել է, ամեն զոհաբերություն, ամեն ցավ կլինի զուր։ Եվ նա չէր պատրաստվում թույլ տալ դա։ Նա հիշեց ատրճանակը, որը Վահեն տվել էր նրան, ատրճանակը, որը նա պահել էր իր գրպանում բոլոր այդ ամիսները, բայց երբեք չէր օգտագործել։ Նա հանեց այն, ձեռքը դողալով, ուղեց դեպի տղամարդիկը։
Նրանք կանգ առան, զարմացած, ապա սկսեցին ծիծաղել։ Դու կրակ ես, ասաց մեկը։ Դու արվեստագետը, ով նվագում է դաշնամուր, դու չգիտես նույնիսկ թե ինչպես պահել զենքը։ Բայց Կարոն գիտեր։ Վահեն ցույց էր տվել նրան, ցույց էր տվել, թե ինչպես պահել, ինչպես նշանակել, ինչպես կրակել։ Եվ այժմ, այս վայրկյանում, երբ նրա կյանքը կախված էր մի շարժումից, նա հիշեց այդ դասերը։ Նա կրակեց։ Կրակոցի ձայնը պայթեց փակուղում, արձածագանքեց պատերից։ Տղամարդը, ով պահում էր դանակը, ընկավ, բռնած ոտքը, որտեղ գնդակը խփել էր։ Մյուսը սառեց, նայեց Կարոյին, ապա իր ընկերոջը, ապա կրկին Կարոյին։ Եվ այդ վայրկյանում Կարոն տեսավ նրա աչքերում վախը, նույն վախը, որը նա ինքը զգացել էր այնքան երկար։ Հեռացեք, ասաց Կարոն ձայնը դողալով, բայց հաստատ։ Հեռացեք եւ ասացեք Գագիկին, որ ես այլևս չեմ վախենում նրանից։ Ասացեք նրան, որ ճշմարտությունը շուտով կբացահայտվի, եւ նա կպատասխանի իր արարքների համար։ Տղամարդը օգնեց իր ընկերոջը ելնել եւ նրանք հեռացան, թողնելով Կարոյին մենակ փակուղում, ձեռքին դեռևս ատրճանակը, սիրտը բաբախում այնպես բարձր, որ թվում էր կպայթի։ Նա հասկացավ, որ այժմ ամեն ինչ փոխվել է։ Նա կրակել է, նա վիրավորել է Գագիկի մարդուն, եւ այժմ նրանք չեն դադարի, մինչև չգտնեն նրան եւ չսպանեն։ Նա պետք է հեռանար Մոսկվայից, պետք է թաքնվեր ավելի խորը, պետք է սպասեր, մինչև Սոկոլովը հրապարակի պատմությունը։ Բայց նա նաև հասկացավ, որ այժմ նա այլևս չէր զոհը։ Նա դարձել էր կռվող, մարդ, ով պատրաստ էր պաշտպանել ինքն իրեն, պատրաստ էր կռվել մինչև վերջ։ Եվ այդ զգացումը, որը նա զգաց այդ վայրկյանում, էր ազատություն։ Ազատություն վախից, ազատություն յուն անցյալից, ազատություն այն շղթաներից, որոնք այնքան երկար պահել էին նրան գերի։ Արդյոք Սոկոլովը կարող էր հրապարակել պատմությունը ժամանակին, նախքան Գագիկի մարդիկը կգտնեին Կարոյին եւ կավարտեին այն, ինչ սկսել էին։ Արդյոք Արտակը, դավաճանը դեռևս ողջ էր, թե Գագիկը արդեն հայտնաբերել էր նրան եւ վրեժ էր լուծել։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարո Հայրապետյանի պատմությունը, որը սկսվել էր երազանքով եւ վերածվել էր ճակատագրի, կարող էր ավարտվել հաղթանակով։ Թե այն պարզապես կդառնար եւս մեկ մոռացված պատմություն, մարդու, ով համարձակվել էր կռվել համակարգի դեմ եւ կորցրել։ Մոսկվայի ստորգետնյա անցումներում, որտեղ անօթևանները տաքանում էին ջերմության խողովակների մոտ, գործում էր ապօրինի հեռախոսային կայան, հին սարքավորումներով, որոնք կարող էին միացնել զանգեր առանց հետքի։ Այս կայանի տերը, մարդ անունով Իգոր, ով կորցրել էր ամեն ինչ խաղաքարտերի պատճառով, բայց պահպանել էր իր հմտությունները ռադիոտեխնիկայում, ստացել էր անսովոր պատվեր 1992 թվականի փետրվարի 12-ին։ Մի մարդ, ում դեմքը ծածկված էր շարֆով, վճարել էր նրան 3 անգամ ավելի, քան սովորական գինը, եւ խնդրել էր միացնել զանգ դեպի Երևան, կոնկրետ համար, կոնկրետ ժամին, եւ ապա անմիջապես ոչնչացնել բոլոր գրառումները։ Իգորը չհարցրեց, թե ինչու, որովհետեւ նա սովորել էր, որ հարցերը կարճացնում են կյանքը։ Նա միացրեց զանգը ճիշտ ժամը, երեկոյան 9 սահմաններում, եւ լսեց 2 ձայներ, մեկը տղամարդու, խռպոտ եւ վախեցած, մյուսը կնոջ, որը լաց էր լինում։ Խոսակցությունը տևեց 3 րոպե, եւ Իգորը չհասկացավ բառերը, որովհետեւ նրանք խոսում էին հայերեն, բայց նա հասկացավ տոնը, հրաժեշտի տոնը, վերջին խոսքերի տոնը։ Երբ զանգը ավարտվեց, տղամարդը, ով պատվիրել էր այն, վերցրեց հեռախոսը եւ ջարդեց այն հատակին, այնպես ուժգին, որ մասերը ցրվեցին ամենուր։ Ապա նա հեռացավ առանց բառի, թողնելով Իգորին մենակ, մտածելով, թե ինչ էր այդ զանգը եւ ինչու էր այդ մարդը այնքան վախեցած։ Ով էր այդ տղամարդը, ով կատարեց վերջին զանգը դեպի տուն, գիտենալով, որ դա կարող է լինել վերջինը։ Եվ ինչպես էր այդ զանգը կապված Կարո Հայրապետյանի պատմության հետ, որը մոտենում էր իր ամենավտանգավոր կետին։ Կարոն թաքնվել էր նոր տեղում, ոչ թե Վերապետրովնայի մոտ, որտեղ Գագիկի մարդիկը արդեն գիտեին փնտրել, այլ հին գործարանում քաղաքի արտաքին շրջանում, որտեղ Սոկոլովը ուներ գաղտնի գրասենյակ, տեղ, որտեղ նա պահում էր իր ամենավտանգավոր նյութերը։ Այստեղ, շրջապատված փոշոտ արխիվներով եւ կոտրված սարքավորումներով, Կարոն անցկացրեց 3 շաբաթ, սպասելով մինչև Սոկոլովը ավարտի իր հետազոտությունը։ Ամեն օր Սոկոլովը գալիս էր նոր տեղեկություններով, նա ստուգել էր բանկային հաշիվները, հաստատել էր անունները, հարանունները, հարցաքննել էր վկաներին։ Եվ ամեն օր նա ասում էր նույն բանը. դեռ պատրաստ չէ։ Մենք պետք է լինենք վստահ, որ նրանք չեն կարող ժխտել։ Բայց Կարոն տեսնում էր նրա աչքերում մի բան այլ՝ վախ, կասկած, հարցը թե արդյոք արժե այս ամենը։ Որովհետև Սոկոլովը նույնպես ստացել էր սպառնալիքներ, հեռախոսազանգեր գիշերները, նամակներ առանց ստորագրության, լուսանկարներ իր ընտանիքի, կնոջ, երեխաների, որոնք ցույց էին տալիս, որ նրանք հետևում են նրանց։
Մի երեկո Սոկոլովը եկավ գործարան դեմքը գունատ, ձեռքերը դողացող։ Նա նստեց Կարոյի կողքին եւ ասաց. «Նրանք գտել են իմ աղջկան»։ Նրանք սպասում էին նրան դպրոցից դուրս եւ ասացին նրան մի նախադասություն. «Ասա քո հորը, որ դադարեցնի, նախքան շատ ուշ լինի»։ Նա 10 տարեկան է, Կարո։ 10 տարեկան, եւ նրանք սպառնացին նրան։ Կարոն զգաց, թե ինչպես է սառչում արյունը։ Նա հասկացավ, որ Սոկոլովը հասել է կետին, երբ պետք է ընտրել իր ընտանիքը կամ ճշմարտությունը։ Եվ Կարոն չէր կարող պահանջել, որ նա ընտրի ճշմարտությունը, որովհետև նա ինքը գիտեր, թե ինչ է նշանակում կորցնել սիրելիներին։ «Դադարեցրեք», ասաց Կարոն։ «Դադարեցրեք հետազոտությունը։ Ես չեմ ուզում, որ ձեր աղջիկը տուժի իմ պատճառով»։ Բայց Սոկոլովը ծիծաղեց, դառը, հոգնած ծիծաղ։ «Շատ ուշ է», ասաց նա։ «Ես արդեն ուղարկել եմ նյութը իմ խմբագրին։ Հոդվածը կհրապարակվի վաղը առավոտյան, առաջին էջում, լուսանկարներով, փաստաթղթերով, ամեն ինչով։ Հիմա մենք կարող ենք միայն սպասել եւ տեսնել, թե ինչ կլինի»։ Կարոն զգաց միաժամանակ հույս եւ սարսափ։ Հույս, որովհետև վերջապես ճշմարտությունը կբացահայտվի, եւ սարսափ, որովհետև նա գիտեր, որ Գագիկը չի նստի լուր։ Նա կարձագանքի, եւ այդ արձագանքը կլինի արյունոտ։ «Ինչ պետք է անենք», հարցրեց Կարոն։ Սոկոլովը մտածեց, ապա ասաց. «Մենք պետք է անհետանանք։ Երկուսս էլ։ Ես արդեն կազմակերպել եմ ամեն ինչ։ Իմ ընտանիքը մեկնում է այսօր գիշեր դեպի Ֆինլանդիա, որտեղ նրանք կլինեն անվտանգ։ Դու եւ ես, մենք պետք է գնանք այլ ուղղությամբ, որպիսի շփոթեցնենք նրանց։ Ես ունեմ ընկերներ Սանկտ Պետերբուրգում, ովքեր կարող են թաքցնել մեզ մի քանի ամիս, մինչև իրավիճակը հանգստանա»։ Կարոն գլխով հավանություն տվեց։ Նա հասկացավ, որ սա միակ ճանապարհն է։ Նրանք հավաքեցին իրենց փոքրիկ իրերը եւ մեկնեցին գիշերը, օգտագործելով հետևի ելքը, որը տանում էր դեպի լքված ռելսուղիներ։ Նրանք քայլեցին ժամերով, ստվերներում, խուսափելով լույսերից, մինչև հասան փոքրիկ կայարան, որտեղ գնացքը դեպի Սանկտ Պետերբուրգ մեկնում էր առավոտյան ժամը 5-ին։ Նրանք նստեցին սպասասրահում, շրջապատված այլ ուղևորներով, ովքեր նույնպես սպասում էին, եւ փորձեցին չգրավել ուշադրությունը։ Բայց Կարոն զգում էր, թե ինչպես է ամեն հայացք խրվում նրա մեջ, ինչպես է ամեն ձայն թվում սպառնալիք։ Նա նայեց ժամացույցին, դեռ 2 ժամ մինչև գնացքը, 2 ժամ, որոնք թվում էին հավերժություն։ Եվ հետո նա տեսավ նրանց 3 տղամարդ, ովքեր մտան կայարան եւ սկսեցին նայել շուրջը։ Նրանց աչքերը սկանավորում էին ամեն դեմք, ամեն անկյուն։ Կարոն շշնջաց Սոկոլովին. «Նրանք այստեղ են»։ Սոկոլովը նայեց եւ տեսավ նրանց։ «Մենք պետք է գնանք», ասաց նա։ «Հիմա»։ Նրանք ելան սպասասրահից, փորձելով քայլել հանգիստ, բայց արագ, դեպի հետևի ելքը։ Բայց տղամարդներից մեկը նկատեց նրանց եւ գոռաց. «Այնտեղ են, բռնեք նրանց»։ Կարոն եւ Սոկոլովը սկսեցին վազել դուրս կայարանից դեպի փողոցները, որոնք դեռ մութ էին առավոտյան լուսաբացից առաջ։ Նրանք վազեցին առանց նայելու հետ, լսելով հետևից քայլերի ձայնը, գոռոցները, սուլոցները։ Նրանք թեքվեցին անկյուն, ապա եւս մեկը, մինչև հայտնվեցին փոքրիկ այգում, որտեղ ծառերը տալիս էին ծածկույթ։ Նրանք թաքնվեցին թփերի հետևում եւ սպասեցին, շնչառությունը ծանր, սիրտը բաբախում։ Տղամարդները անցան կողքով, վազելով ավելի հեռու, կարծելով, որ նրանք շարունակել են այդ ուղությամբ։ Կարոն եւ Սոկոլովը սպասեցին 10 րոպե, ապա զգուշորեն դուրս եկան եւ սկսեցին քայլել հակառակ ուղությամբ։ «Մենք չենք կարող գնալ Սանկտ Պետերբուրգ», ասաց Սոկոլովը։ «Նրանք կսպասեն մեզ կայարաններում, օդանավակայաններում, ամենուր։ Մենք պետք է գտնենք այլ ճանապարհ»։ Կարոն մտածեց, ապա հիշեց մի բան։ «Տեր Գևորգը», ասաց նա։ «Նա ունի կապեր ամենուր։ Եթե մենք կարողանանք հասնել նրան, նա կարող է օգնել մեզ դուրս գալ Ռուսաստանից»։ Սոկոլովը գլխով հավանություն տվեց։ Դրանք գտան հեռախոսային խցիկ եւ Սոկոլովը զանգահարեց Տեր Գևորգին Վրաստան։ Խոսակցությունը կարճ էր, բայց երբ Սոկոլովը փակեց հեռախոսը, նա ժպտաց։ Նա ասաց, որ մենք պետք է գնանք սահմանին, Ռուսաստան-Վրաստան սահմանին, որտեղ նրա մարդիկը կսպասեն մեզ եւ կօգնեն անցնել ապօրինի։ Բայց մենք պետք է հասնենք այնտեղ 3 օրում, նախքան նրանք փոխեն պահակները։ Կարոն հաշվեց. 3 օր, 2000 կիլոմետր, առանց փողի, առանց փաստաթղթերի, հետապնդվող։ Դա էր անհնար։ Բայց նա նաև գիտեր, որ այլ ընտրություն չկա։ Դրանք սկսեցին ճանապարհորդությունը, օգտագործելով բեռնատարներ, որոնք տանում էին ապրանքներ դեպի հարավ, քայլելով երկար հատվածներ, երբ տրանսպորտ չկար, քնելով լքված շենքերում կամ անտառներում։ Ամեն օր էր պայքար, պայքար սովի, հոգնածության, վախի դեմ։ Եվ ամեն օր նրանք լսում էին լուրերը, ռադիոյով, թերթերից, որոնք նրանք գտնում էին կայարաններում։ Սոկոլովի հոդվածը հրապարակվել էր եւ այն ստեղծել էր Պայթյուն։ Գագիկ Սարգսյանի անունը հիմա հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում,
Նրա լուսանկարը տպագրված էր բոլոր մեծ թերթերում, իշխանությունները հայտարարել էին, որ սկսել են քննություն։ Բայց նաև հայտնի էր, որ Գագիկը անհետացել է։ Նա եւ նրա ամենամոտ մարդիկը լքել էին Հայաստանը, եւ ոչ ոք չգիտեր, թե որտեղ են նրանք։ Կարոն զգաց փոքրինչ հույս։ Գուցե Գագիկը փախչում էր, գուցե նա այլևս չէր հետապնդում նրանց։ Բայց այդ հույսը ջարդվեց երրորդ օրը, երբ նրանք հասան փոքրիկիկ քաղաք սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք մտան փոքրիկ ռեստորան, ուտելու եւ հանգստանալու, երբ Կարոն տեսավ հեռուստացույցում լուրերը։ Հաղորդավարը խոսում էր սպանության մասին Երևանում, տղամարդ, ում մարմինը գտել էին լքված շինարարության մեջ, տանջված եւ սպանված։ Եվ երբ նրանք ցույց տվեցին զոհի լուսանկարը, Կարոն ճանաչեց նրան անմիջապես՝ Արտակը, դավաճանը, ով տվել էր վերջին ապացույցները։ Գագիկը գտել էր նրան եւ վրեժ էր լուծել, այնպիսի վրեժ, որը պետք է ծառավեր, որը պետք է ծառայեր որպես զգուշացում բոլորին, ովքեր համարձակվեին դավաճանել նրան։ Կարոն զգաց ցավ այն մարդու համար, ով զոհաբերել էր ամեն ինչ արդարադատության համար եւ ով վճարել էր վերջնական գինը։ Նա հասկացավ, որ Արտակի մահը նաև նշանակում էր, որ Գագիկը դեռ ուժեղ էր, դեռ վտանգավոր էր, դեռ կարող էր հասնել ցանկացած մեկին։ Նրանք շարունակեցին ճանապարհը, ավելի արագ, ավելի զգույշ, գիտենալով, որ ժամանակը սպառվում է։ Երբ նրանք վերջապես հասան սահմանին, արշալույսն արդեն սկսում էր լուսավորել երկինքը։ Տեր Գևորգի մարդիկը սպասում էին նրանց, երկու տղամարդ, ովքեր ճանաչում էին լեռները եւ գիտեին գաղտնի արահետները։ Նրանք ասացին, որ անցումը կտևի 6 ժամ եւ որ նրանք պետք է շարժվեն լռությամբ, որովհետեւ սահմանապահները պարեկում էին այդ տարածքում։ Կարոն եւ Սոկոլովը հետևեցին նրանց, բարձրանալով լեռները, անցնելով նեղ արահետներով, որտեղ մեկ սխալ քայլ կարող էր նշանակել անդունդ։ Ճանապարհը էր դժվար, հոգնեցուցիչ, բայց Կարոն զգում էր, թե ինչպես է ամեն քայլով մոտենում ազատությանը։ Երբ նրանք վերջապես անցան սահմանը եւ հայտնվեցին Վրաստանի տարածքում, Կարոն ընկավ ծնկի վրա եւ լաց եղավ, առաջին անգամ երկար ժամանակից հետո։ Նա լաց եղավ ոչ թե թուլությունից, այլ թեթևացումից, ազատագրումից, զգացումից, որ վերջապես նա անվտանգ է։ Սոկոլովը նստեց նրա կողքին եւ դրեց ձեռքը նրա ուսին։ «Մենք արեցինք», ասաց նա։ «Մենք ապրեցինք եւ մենք պատմեցինք ճշմարտությունը։ Հիմա աշխարհը գիտի, թե ով է Գագիկ Սարգսյանը եւ ինչ է նա արել»։ Կարոն նայեց նրան եւ ասաց. «Բայց ինչ գնով։ Արմենը մեռավ, Արտակը մեռավ, քանի ուրիշներ մեռան, մինչև արդարադատությունը իսկապես հաստատվի»։ Սոկոլովը լռեց, որովհետև նա չգիտեր պատասխանը։ Նա միայն գիտեր, որ նրանք արել էին այն, ինչ կարող էին, եւ հիմա նրանք կարող էին միայն հույս ունենալ, որ դա բավարար է։ Ինչ էր սպասում Կարոյին եւ Սոկոլովին Վրաստանում, երբ նրանք վերջապես հասան անվտանգության։ Արդյոք Գագիկը, ով անհետացել էր, երբևէ կբերվեր արդարադատության առջև, թե նա կշարունակեր ապրել ստվերներում, պլանավորելով իր վրեժը։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարո Հայրապետյանի զոհաբերությունը, նրա կոտրված ձեռքը, նրա կորցրած կարիերան, նրա տարիներ շարունակ վախը, արդյոք այս ամենը փոխեց ինչ-որ բան, թե համակարգը, որը ստեղծել էր Գագիկի նմանները, շարունակեց գոյություն ունենալ, ուղղակի նոր դեմքերով։ Տեր Գևորգի տպարանում, որտեղ Կարոն եւ Սոկոլովը վերադարձան հոգնած եւ կոտրված, սպասում էր նամակ, հասցեագրված Կարոյին, առանց ետադարձի հասցեի, առանց ստորագրության։ Ծրարի ներսում էր մեկ թերթիկ, ձեռագիր, որի տառերը գրված էին դողացող ձեռքով, կարծես մարդ, ով գրել էր, վախենում էր, որ չի հասցնի ավարտել։ Տեքստը կարճ էր, բայց խոսուն։ Կարո, եթե դու կարդում ես սա, ուրեմն դու դեռ ողջ ես, եւ դա նշանակում է, որ հույս կա։ Ես եմ Վահեն։ Ես գիտեմ, որ դու կարծում ես, թե ես մեռել եմ, բայց ես դեռ այստեղ եմ, թաքնված, վիրավորված, բայց ողջ։ Գագիկը փորձեց սպանել ինձ, բայց նա ձախողվեց։ Հիմա ես ունեմ ինչ-որ բան, որ դու պետք է իմանաս։ Գագիկը չանհետացավ։ Նա Թուրքիայում է, քաղաք Տրապիզոնում, որտեղ նա ապրում է կեղծ անունով եւ շարունակում է իր գործերը։ Բայց ավելի կարևորը, նա պլանավորում է վերադառնալ։ Նա սպասում է, մինչև աղմուկը հանդարտվի, եւ հետո նա կվերադառնա եւ կվրեժխնդիր լինի բոլորից, ովքեր դավաճանեցին նրան։ Դու պետք է զգուշանաս, Կարո։ Դու պետք է պատրաստ լինես, որովհետև նա չի մոռանա քեզ երբեք։ Կարոն կարդաց նամակը 3 անգամ, ամեն անգամ զգալով, թե ինչպես է սառչում արյունը։ Նա ցույց տվեց այն Սոկոլովին, ով նույնպես կարդաց եւ ասաց. «Եթե սա ճշմարիտ է, ապա մեր աշխատանքը դեռ ավարտված չէ։ Մենք պետք է գտնենք Գագիկին եւ համոզվենք, որ նա բերվի արդարադատության առջև»։ Բայց ինչպես կարող էին երկու փախստականներ առանց ռեսուրսների, առանց իշխանության գտնել եւ բերել արդարադատության առջև մարդուն, ով ուներ կապեր եւ փող ամենուր։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։
Մի շաբաթ անց Տեր Գևորգը ստացավ այցելություն, կին 30 տարեկան, ով ներկայացավ որպես արտակի քույր։ Նա բերել էր ինչ-որ բան, որ նրա եղբայրը թողել էր նրան մահից առաջ, փոքրիկ տուփ, որի ներսում էր վիդեոկասետ։ Նա ասաց ինձ, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, ես պետք է տամ սա Կարո Հայրապետյանին, ասաց նա։ Նա ասաց, որ սա վերջին ապացույցն է, այն, որը կարող է ավարտել Գագիկին։ Տեր Գևորգը վերցրեց կասետը եւ միացրեց հին վիդեոկարիչին, որը դեռ աշխատում էր նրա գրասենյակում։ Էկրանի վրա հայտնվեց պատկեր, սենյակ, որտեղ Գագիկը նստած էր սեղանի մոտ, շրջապատված իր մարդկանցով։ Ձայնագրությունը հստակ էր, եւ նրանք խոսում էին բաց, սպանությունների մասին, փողերի լվացման մասին, կապերի մասին պաշտոնյաների հետ։ Բայց ամենակարևորը, Գագիկը խոսում էր իր պլանների մասին, ինչպես է նա պատրաստվում անհետանալ, որտեղ է նա պատրաստվում թաքնվել եւ ինչպես է նա պատրաստվում վերադառնալ։ Այս վիդեոն էր վերջին հարվածը, վերջին ապացույցը, որը կարող էր ոչնչացնել Գագիկին։ Կարոն եւ Սոկոլովը նայեցին միմյանց եւ հասկացան, թե ինչ պետք է անեն։ Նրանք պետք է տային այս վիդեոն միջազգային իշխանություններին, պետք է համոզեին նրանց, որ Գագիկը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Սոկոլովը օգտագործեց իր կապերը եւ կազմակերպեց հանդիպում Ինտերպոլի ներկայացուցչի հետ, ով այցելում էր Թբիլիսի։ Հանդիպումը տեղի ունեցավ գաղտնի, եւ երբ ներկայացուցիչը տեսավ վիդեոն եւ կարդաց փաստաթղթերը, նա խոստացավ, որ Ինտերպոլը կսկսի միջազգային հետախուզում Գագիկ Սարգսյանի համար։ Սա կտևի ժամանակ, ասաց նա, բայց ես խոստանում եմ, որ մենք կգտնենք նրան եւ կբերենք արդարադատության առջև։ Կարոն զգաց, թե ինչպես է թեթևանում բեռը, որը նա կրել էր այնքան երկար։ Նա հասկացավ, որ նրա պայքարը չէր զուր, որ նրա զոհաբերությունը ունեցել է իմաստ։ Բայց նա նաև հասկացավ, որ նրա կյանքը երբեք չի լինի նույնը։ Նա չէր կարող վերադառնալ Հայաստան, չէր կարող նվագել դաշնամուր, չէր կարող ապրել այն կյանքով, որը երբեմն ուներ։ Նա այժմ էր փախստական, վկա, մարդ, ով տեսել էր չարիքի դեմքը եւ որոշել էր կռվել դրա դեմ։ Եվ այդ ընտրությունը փոխել էր նրան հավերժ։ Նա անցկացրեց հաջորդ տարիները Վրաստանում, ապրելով լուռ, աշխատելով Տեր Գևորգի տպարանում, օգնելով այլ փախստականների, ովքեր գալիս էին փնտրելով անվտանգություն։ Նա երբեք չնվագեց դաշնամուր, նրա ձեռքը երբեք չբուժվեց ամբողջությամբ, եւ ցավը միշտ հիշեցնում էր նրան այն, ինչ նա կորցրել էր։ Բայց նա նաև գտավ նոր նպատակ՝ օգնել ուրիշներին, ովքեր տուժել էին անարդարությունից, պատմել նրանց պատմությունները, պահպանել նրանց հիշողությունը։ 1996 թվականին եկավ լուրը, որը Կարոն սպասել էր 3 տարի։ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել էր Թուրքիայում, Ինտերպոլի գործողության արդյունքում, եւ նա պատրաստվում էր արտահանձնվել Հայաստան, որտեղ նրան սպասում էր դատավարություն։ Կարոն լսեց այդ լուրը ռադիոյով եւ առաջին անգամ 3 տարում ժպտաց, իսկական, անկեղծ ժպիտ։ Նա հասկացավ, որ արդարադատությունը դանդաղ է, բայց այն գալիս է։ Նա մտածեց Արմենի մասին, Արտակի մասին, բոլոր նրանց մասին, ովքեր զոհվել էին այս պայքարում, եւ նա գիտեր, որ նրանց զոհաբերությունը չէր զուր։ Գագիկի դատավարությունը տևեց 6 ամիս եւ դարձավ ամենամեծ դատավարությունը Հայաստանի պատմության մեջ։ Վկաները գալիս էին մեկը մյուսի հետևից, պատմելով իրենց պատմությունները, ցույց տալով ապացույցները, բացահայտելով ճշմարտությունը։ Եվ վերջում Գագիկ Սարգսյանը դատապարտվեց 25 տարի բանտարկության, սպանությունների, շորթումների, կազմակերպված հանցագործության համար։ Կարոն չգնաց դատավարությանը, նա դեռ վախենում էր վերադառնալ Հայաստան, վախենում էր, որ Գագիկի մարդիկը, ովքեր դեռ ազատ էին, կարող են փորձել վրեժ լուծել։ Բայց նա կարդաց յուրաքանչյուր հոդված, դիտեց յուրաքանչյուր լրատվություն, եւ նա զգաց, թե ինչպես է փակվում մի գլուխ նրա կյանքում։ Բայց նա նաև գիտեր, որ պատմությունը դեռ ավարտված չէ։ Գագիկը բանտում էր, բայց համակարգը, որը նա ստեղծել էր, դեռ գոյություն ուներ։ Նրա մարդիկը դեռ այնտեղ էին, դեռ ուժեղ էին, դեռ վերահսկում էին։ Եվ նոր Գագիկներ արդեն բարձրանում էին, նոր դեմքեր, նոր անուններ, բայց նույն մեթոդները, նույն անգութությունը։ Կարոն հասկացավ, որ պայքարը երբեք չի ավարտվի, որ ամեն սերունդ պետք է կռվի իր սեփական Գագիկների դեմ, եւ որ միակ ճանապարհը հաղթելու համար է չլռել, չվախենալ, չհանձնվել։ 1999 թվականին, երբ Խորհրդային Միությունը վերջնականապես փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, Կարոն վերջապես զգաց, որ կարող է վերադառնալ։ Նա վերադարձավ Երևան, քաղաք, որը փոխվել էր, բայց դեռ ճանաչելի էր։ Նա այցելեց իր մոր տունը, ով ծերացել էր, բայց դեռ սպասել էր նրան։ Նրանք կրկախառնվեցին եւ լացին, երկուսն էլ, եւ նա պատմեց նրան ամեն ինչ, ինչ պատահել էր այդ տարիներին։ Նա այցելեց Արմենի գերեզմանը, դրեց ծաղիկներ եւ շնորհակալություն տվեց նրան լուր, շնորհակալություն քաջության համար, ճշմարտության համար, զոհաբերության համար։ Նա փորձեց գտնել Վահեին, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։
Ոմանք ասում էին, որ նա մեռել է, ուրիշներ, որ նա լքել է երկիրը։ Բայց Կարոն ուզում էր հավատալ, որ Վահեն դեռ ողջ է ինչ-որտեղ, դեռ կռվում է իր սեփական պայքարում։ Կարոն փորձեց վերադառնալ երաժշտությանը, բայց նրա ձեռքը այլևս չէր կարող նվագել այնպես, ինչպես առաջ։ Մատները չէին շարժվում արագությամբ, ճշգրտությամբ, որը պահանջվում էր դասական երաժշտության համար։ Բայց նա գտավ այլ ճանապարհ։ Նա սկսեց դասավանդել, սկսեց փոխանցել իր գիտելիքները նոր սերնդին, սկսեց պատմել իր պատմությունը երիտասարդներին, ովքեր չէին ապրել այդ մութ տարիներում եւ չէին հասկանում, թե ինչ էր պատահել։ Նա ուզում էր, որ նրանք իմանան, որ ազատությունը չի գալիս հեշտությամբ, որ արդարադատությունը պահանջում է զոհաբերություն եւ որ լռությունը միշտ օգնում է բռնապետին, երբեք զոհին։ Նա գրեց գիրք, իր հուշերը, իր պատմությունը մարդու, ով սիրել էր երաժշտությունը, բայց ստիպված էր եղել ընտրել արդարադատությունը։ Գիրքը հրապարակվեց 1999 թվականին եւ դարձավ բեսթսելեր Հայաստանում։ Մարդիկ կարդում էին այն եւ ճանաչում էին իրենց սեփական պատմությունները, տեսնում էին իրենց սեփական վախերը, իրենց սեփական պայքարները։ Բայց ամենակարևորը, նրանք սկսեցին խոսել։ Նրանք սկսեցին պատմել իրենց սեփական պատմությունները, բացահայտել իրենց սեփական գագիկներին, պահանջել արդարադատություն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, բայց անխուսափելիորեն համակարգը սկսեց փոխվել։ Ոչ թե ամբողջությամբ, ոչ թե կատարյալ, բայց բավականաչափ, որպիսի մարդիկ զգան, որ նրանք այլևս գերիներ չեն, որ նրանք ունեն ձայն, որ նրանք կարող են կռվել։ Կարո Հայրապետյանը ապրեց մինչև 1999 թվականը, երբ նրա սիրտը դադարեց աշխատել, հանգիստ, քնի մեջ, առանց ցավի։ Նրա փոխորոնները եղան մեծ, հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու, ոչ թե դաշնակահարին, ում նրանք երբեմն սիրել էին, այլ մարդուն, ով համարձակվել էր կանգնել անարդարության դեմ եւ վճարել գինը։ Նրա գերեզմանի վրա դրեցին պարզ տախտակ, անունը, ամսաթվերը եւ մեկ նախադասություն. նա նվագեց ճշմարտության համար։ Եվ այդ նախադասությունը ամփոփում էր ամեն ինչ, նրա կյանքը, նրա պայքարը, նրա ժառանգությունը։ Որովհետև Կարո Հայրապետյանը չէր պարզապես դաշնակահար, ով կորցրեց իր ձեռքը։ Նա էր մարդ, ով ընտրեց ճշմարտությունը փայլի փոխարեն, արդարադատությունը անվտանգության փոխարեն, քաջությունը լռության փոխարեն։ Եվ այդ ընտրությունը, որը նա կատարեց այն մութ գիշերներին, երբ նա նվագում էր մարդկանց համար, ովքեր համարում էին իրենց նրա տերերը, այդ ընտրությունը փրկեց ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր եկան նրանից հետո։ Որովհետև նա ցույց տվեց, որ հնարավոր է կռվել, հնարավոր է հաղթել, հնարավոր է փոխել համակարգը, եթե դու պատրաստ ես վճարել գինը։ Եվ այդ դասը, որը նա թողեց, դեռ ապրում է այսօր, յուրաքանչյուր մարդու մեջ, ով համարձակվում է խոսել, ով համարձակվում է կանգնել, ով համարձակվում է պայքարել։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Կարո Հայրապետյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը ստեղծել էին Գագիկինը նմանները, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրի գրի համար, որովհետև չկանգնեց բավականաչափ շուտ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում, արդյոք նրա պատմությունը դեռ ապրում է ձեր սրտերում։ Դրեք լայք ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի լսեք ավելի շատ պատմություններ ու ցույցներ մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին կռվել եւ փոխեցին պատմությունը։ Որովհետև յուրաքանչյուր ձայն կարևոր է, յուրաքանչյուր պատմություն արժե պատմելու եւ յուրաքանչյուր հերոս արժանի է հիշատակման։